Ողջույն, հարգանքներս բոլորիդ ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերին միանալու համար։ Եկեք այսպես պայմանավորվենք, հա, քանի որ մենք ամեն անգամ ամենատարբեր թեմաներ կարող է քննարկենք ու որոշակիորեն նաև չաթում եղած զրույցին անդրադառնանք, ուստի նախապես վերնագիր չտեղադրենք, որովհետև տարբեր թեմաներ քննարկում ենք, շատ բաներ բաց ամնում, կիսատ ամնում։ Ես մտածեցի, որ ավելի լավ է այս երկխոսության անունը դնենք ինտերակտիվ, այսինքն ցենց տեղում նաև որոշ հարցեր քննարկում ենք ու хэշտեգով արդեն մնացածը կհասկանաք, որ երրորդ թողարկումն է, եթե ու ավելի հեշտ կգտնենք, թե սա առաջինը ընդունենք, չնայած երրորդն է, բայց хэշտեգով առաջինը ընդունենք ու մեր գրեթե ամենօրյա եթերներով хэշտեգով կգրենք կողքը, որ երրորդն է, հա։ Մնացածը արդեն ոնց կգնա, եթե հետաքրքիր ստացվի, կարելի է մի փոքր ինստիտուցիոնալիզացնել, այսպեսի հետաքրքիր բառեր են էլի ներմուծվել մեր իրականություն։ Իսկ այսօր ես առաջարկում եմ մի փոքր շփվենք այս պարգևավճարների հետ կապված, այդ միլիոնների, այն շահարկումների, որ կարելի է դա այսպես անել, այնպես անել, եւ իհարկե մեր շատ հարգելի տարեցների, թոշակառուների, նպաստառուների, ծանր կենցաղային պայմաններում ապրողների, ում մասով որ ումոնց որ փորձում են մանիպուլացնել ու նրանց համոզել այլ իրականություն, հա։ Իհարկե որոշակի օբյեկտիվություն ամեն դեպքում կա, բայց մի փոքր չափերն անցնելը արդեն ինձ համար տհաճ է, որովհետև տարեց մարդիկ աշխարհը մի փոքր այլ կերպ են ընկալում։ Օրինակ մենք ես էլ եթե տարիքս առնեմ, ասենք, եթե տա աստվածացնենք ծերության որոշակի աշխարհի, բնականաբար շատ ավելի այլ կերպ ենք ընկալելու աշխարհը, քան երիտասարդ տարիքում ենք հասկացել ու ըմբռնել։ Ու ավելի հեշտ է լինելու մեզ խաբել, համոզել ու շահարկել մեր պատկերացումները։ Ու դրանով էլ իսկ մանիպուլացնել։ Ուրեմն, հա, մեկ էլ կանդրադառնանք երևի թե Գարեգին Բեի աղոթքներին, իբր աղոթքներին, որոնք որ մեր գերիների մասով են եղել։ Կարող ենք հենց այստեղից էլ սկսենք, հետո կանդրադառնանք Նարեկ Կարապետյանի մի հայտարարությանը, ով շատ լուրջ դեմքով, դեմքի արտահայտությամբ, ասում մեր իշխանության գալու պարագայում վարչապետի բանը աշխատավարձը լինելու է 1 դրամ։ Բայց գանք Գարեգին Բեից, հա, այսպեսի հայտարարություն է արել Մայրաթորը, ասում մեր աղոթքն է, որ բոլոր գերիալները շուտապույտ եւ ապահովաբար վերադառնան հայրենիք։ Կարճ համառոտ սրա մասին կխոսենք, շատ խորանալու բան չկա։ Ես չեմ հիշում, թե Մայրաթորը պաշտոնապես հրապարակած լիներ սրան նախորդող իրադարձություններին, երբ որ էլի գերիներ էին վերադառնում Հայաստան։ Չգիտեմ, նա այդ ժամանակ աղոթում էր, թե զբաղված էր կոնկրետ քաղաքական դրսևորումներով կամ կոնսենսուս մինուս 1 էր այդպես ձևաչափերով հանդես գալու։ Այնուամենայնիվ, բացի աղոթելը, հուշեմ, որ Գարեգին բան կարող էր քանի որ նաև քաղաքական գործոնը կա, կարող էր օգտագործելով օրինակ Սամվել Կարապետյանի ուժեղ դիրքերը Ռուսաստանի Դաշնությունում ինչ որ կերպ գերիների մասով դիմել ռուսական իշխանություններին, որովհետև նրանք տարածաշրջանի համար բավականին մեծ պատասխանատվություններ ունեն։ Եվ երկրորդ կարող էր նաև Պոլսի պատրիարքին դիմել, ով մտերիմ հարաբերություններ բնականաբար պիտի որ ունենա Էրդողանի կամ նրա աշխատակազմի հետ, նրանց միջոցով ինչ որ բան անեն, ոչ մի բան չեն արել, բացարձակ ոչ մի բան, որովհետև կարծել են, որ եթե մի բան անեն, դա իշխանությունների համար լավ կլինի, ու դրա համար ասել են դա գերիներն են թող մնան։ Մենակ անցյալ տարի, կարծեմ, եթե չեմ սխալվում, Շվեյցարիայում տենց որ մենք ներոնցով հավաքված վիճակ էր, տենց մի հատ արտահայտություն արել է։ Դրանից առաջ երբեք միջազգային որևիցե հարթակով, որևիցե աշխարհի եկեղեցական, չգիտեմ, առաջնորդների ներկայացուցչական անձնակազմով հավաքվելուց երբևէ նման հարց չի բարձրաձայնել։ Շվեյցարիայի դելարի ուրիշ հարցով էր գնացել, սա բարձր բնական է։ Այնպես որ Գարեգին Բեին չգիտեմ, արժի եւս մեկ անգամ անդրադառնալ նրա բացասական կամ վատ գործունեությանը թե ոչ, իղձ գործունեությանը ընդ որում թե ոչ, բայց շատ բաներ ասել ենք, խոսել ենք, երևի թե կրկնելու կարիք այդքան էլ չկա։ Մենակ այն հանգամանքը, որ Գեղարդի մասով, Սուրբ Գեղարդի մասով ասողիկին հրավիրել էին ՀԿՑ, նո քննչական կոմիտե, ԱԱՑ թե քննչական կոմիտե չեմ էլ հիշում արդեն, մի խոսքով հարցակնության էին հրավիրել ու դրանից հետո դուրս էր եկել, ասում էր, այդ զրպարտողները դուք գիտեք, մասած բաներ էր ասում։ Նորը ջան, լրիվ մեջն ցավը տանեմ, կարաս գաս փոխես նստես ախպերս։ Ուրեմն հուշեմ ասողիկին, մարդ ես միգուցե դիտի ես եթերը, հուշեմ, որ այդ զրպարտողները նույն Արշակ Խաչատրյանն էր, ում պաշտպանում եք եւ ում այսօրվա դրությամբ կարծերում գտնվելը Կատրիչ Ներսիսյանը համարում է ապօրինի ձերբակալություն։ Այն կերակրնիկ է, էլի, ինչ չի ասում, մի փոքր մասում։ Իմիջայլոց դուք եք խոստովանել, որ հա մի փոքր մասում տվել են։ Հիմի փոքր մեծի հարցը չի, եւ հարցը այն չի, թե ինչպես պիտի տնօրինեք եւ այլն, որովհետեւ մենք գիտենք, որ 1000 տակ սահմանադրություններ եք ոտնահարել, եկեղեցական կանոններն եք ոտնահարել, հարցը դա չի, հարցը հետեւյալն է, առանց մանիպուլացնելու։ Տեսեք, եթե որոշել է եկեղեցական ժողովը որոշել է, որ մի մասում կարելի է նվիրել օրինակ իրենց գործընկեր Ռուսիո պատրիարքին, ապա դրա մասին լինում է գրառում, փաստաթուղթ,
որ մենք այսինչ են որոշում կայացվեց, այսպեսի մի բան անել։ Դա կարելի անել անգամ հրապարակային ձևով, լուսաբանելով եւ այլն։ Հարցը խնդիրը այստեղ է, որ դա արել եք թակուն անելու պարագայում հանգիստ կարող եք ենթադրել, որ ունեցել եք փոխադարձ շահ, իսկ փոխադարձ շահերի մասն էլ օդում կախված լուրերի համաձայն այնտեղ Ռուսաստանում լավ էլ հողեր եք ձեռք բերել։ Սա է իրականությունը։ Այսինքն սիրուն բաներ խոսելով մի փորձեք էլի աղավաղել իրականությունը։ Խնդիրը դուք չեք կամ չեք ուզում իմանալ կամ չեք ուզում հասկանալ կամ ձեզ դրում եք չհասկացողի տակ ու շեղում եք։ Խնդիրը հետեւյալն է, եթե ամեն ինչ նորմալ է եւ օրինական է, ինչի համար փաստաթղթավորված չի դա։ Ինչի համար։ Հələ ծնունդն եք ուզեցել շնորհավորել, մի կտոր դրանից տալ, չգիտեմ, ինչ որ սիրուն բան եք մտածել, չեմ ասում ճորտություն, բան, տեսեք ոչ մի չեմ ասում։ Ախր ինչի՞ չեք արձանագրել։ Ընդ որում դուք ասում եք սա եկեղեցու սեփականությունը, գիտեք ինչ, այո, ցավոք սրտի, այդպեսի խնդիր կա ժողովուրդ ջան, եկեղեցու ունեցվածքը Կտրիշ Ներսիսյանը, Գարեգին, կամ առհասարակ կաթողիկոսը կանոնակարգի տնօրինում է մի անձնյա։ Այստեղ ոչ մեկը լավ, ասենք թե չեք ուզում մասնակցել այս ամեն ինչին, ակտիվություն չեք ուզում դրսևորել, նստած հետևում եք, բան եք անում, ձեր գործն է, ձեր որոշելիքն է։ Բայց արդյոք թույլատրելի է դա։ Կարելի է դուք չեք ըմբռնում, որ այստեղ կա ազգային անվտանգային խնդիր, որովհետև դա մեր բոլորիս հարստությունն է մեր եկեղեցին, չէ՞։ Այո, նրանք են ներկայացնում, նրանք են ծառայողները, բայց դա մեր բոլորիս հարստությունն է, դա մեր հավատքն է, ընդհանրական։ Եվ սա մատների արանքով նայել նմանատիպ բաներին, ես կարծում եմ այնքան էլ տեղին չի։ Այնուամենայնիվ, գանք այս կտրիչին թողնենք, դեռ շատ անդրադառնալու բան ունենալու ենք։ Հիմա գանք ամենացավալի թվացող թեմային եւ ամենատարբեր մանիպուլյացիոն ձևով ներկայացնողներին, հա։ Իրականում կան բաներ, որ կարա մարդու մոտ դժգոհություն առաջացնի, եւ ես դրան անդրադարձել եմ։ Հարցը դա չի, եւ կան առաջարկներ նաեւ, բայց մի բանա դա, մի այլ բանա դա վերցնել ու մարդկանց վրա որպես զենք օգտագործել, խաթարելով նրանց հանգիստը։ Օրինակ, եկեք դիտենք մեր համով ոտով սիրուն աղբորը։ Մենք իմացանք, որ ինչու է մեր երկրի վարչապետը Փարքավաճարն է վճարել իրեն, իր մերձավոր շրջապատի նախարարներ, պատգամավորներ միլիարդավոր դրամների հույժ գաղտնի հոդվածով։ Միլիարդավոր դրամներ։ Քանի որ ըստ նրա, եթե այդ Փարքավաճարները չվճարվեր, հետագայում մեր երկիր քանի որ շատ ներդրում է գալու, հիմա չէ հետագայում։ Այդ մարդիկ կոռուպցիայով կզբաղվեին, իր շրջապատի նախարարները, պատգամավորները, եւ դրա համար նա իրեն եւ իր շրջապատի նախարարներին եւ պատգամավորներին Փարքավաճարներ է բաժանում։ Այն ժամանակ, երբ Հայաստանում ունենք մարզեր, որտեղ ամեն երկրորդ համարյա աղքատության շեմին է, ապրում են ամսական 50-60 հազար դրամով, որտեղ ամեն 4-րդ Հայաստանի քաղաքացի ունի հագուստի խնդիր։ Իսկ մեր ղեկավարությունը միլիարդավոր դրամների, այն ղեկավարությունը, որ խոսք է տալիս, որ պետք է համեստ ապրի, միլիարդավոր դրամների Փարքավաճարն է ստանում։ Սա մոտեցում է սպառողի եւ ոչ թե կառուցողի։ Կառուցող կառավարությունը չի նայելու այսպիսի բաներին, մեր հաղթանակի ժամանակ, ժողովրդի փոփոխության սպասելիքը իրականացնելու ժամանակ երկրի նոր վարչապետը ստանալու է ոչ միայն չի ստանալու Փարքավաճար, այլ ստանալու է 1 դրամ աշխատավարձ ընդամենը։ Բրավո։ Նասա ջան, բարև, ցավոտ տանեմ։ Տեսեք, ասեմ խենք, այս մարդը հարցում է խենք մեզ մարդուն լսում, ասում ինչ ենք լսում, դա բարձր չկա ցավոտ տանը։ Որովհետև այս տեսակը մտածելակերպը փորձում են վաճառել քաղաքացիների վրա, ու օրինակ անձամբ ինձ մի քանի զանգ արդեն եղել է, բա գնել ջան, բա ոնց կլինի, բա գիտեք, հիմա մարդիկ են մեր հետևորդներն են ինձ են հարգում, ինձ են զանգել։ Եվ ես ամեն անգամ ծրոյից սկսում եմ մարդկանց հետ հանգիստ զրուցել, լսել նրանց խնդիրները եւ փորձել գոնե ինֆորմացիոն առումով հանգստացնել նրանց ու կամ ներկայացնել իրականությունը մնացած իրեն գնահատել, որովհետեւ ես այստեղ նրա համար չեմ, որ ինչ-որ մեկին պաշտպանենք կամ չպաշտպանենք։ Բայց մարդը նախ ասում է, որ մեր երկրում ծայրահեղ աղքատություն կա, ամեն 4-րդը ունի հագնվելու խնդիր, այլ կենցաղային խնդիրներ։ Ես ուզում եմ Նարեկին Կարապետյան ասեմ, որ երբ որ նրա հայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, Հայաստանի Հանրապետությունում աղքատության ցուցանիշը 36% էր։ Այսինքն ոչ թե ամեն 4-րդ, այլ ամեն 3-րդն էր ծայրահեղ իրավիճակում գտնվում։ Ասեմ ավելին, Նարեկ ջան, երբ որ հայրդ աշխատակազմի ղեկավար էր Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի մոտ աշխատում եւ հետո խմբակցության ղեկավար եւ այլն, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության երեխաների 30%-ը զրկված էր տարրական կրթություն ստանալու իրավունքից։ Տարրական կրթություն ստանալու, այսինքն A, B, G տառերը սովորել, թվաբանություն սովորել, մեկին գումարած 1, 2-ից հանած 1 եւ այլն։ Հասկանում եք։ Իմիջիալոց վերջերս հրապարակվեց մի բան, որ ստուգում է հանրության այգում, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում շատ ցածր ցուցանիշ էր գրանցվել, հասակով, տարիքով մարդկանց շրջանակներում, այսինքն չափահաս մարդկանց շրջանակներում, մարդիկ չէին կարողացել պատասխանել շատ պարզ հասարակ հարցի, որքան է անում 231%-ը, ինչի է հավասար։
հասկանում ես։ Եվ այդ ամեն ինչը քո հոր եւ Քոչարյանի եւ Սերժի ժամանակների անտեսված կրթության արդյունքն է։ Հասկանում ես թե ոչ։ Հիմա չեմ ուզում շատ թաթախվեմ կրթության ոլորտում, հետո տեսնենք թե խոսակցությունը ինչպես կծավալվի, չգիտեմ, որովհետեւ ես նախապես ինչ-որ տեքստեր չեմ պատրաստում, ամեն ինչ գնում է sense իմպրովիզացիա։ Եթե նյութալինում զգում եմ ասելու բան ունենամ, առանձնացնում եմ ու վերջ, մնացածը եթերով գնում, ինչպես գնում։ Եթե նստեմ պատրաստեմ, հավատացեք այլ եթերներ կստացվի։ Ուրեմն տես 36% դուք նոր եք իմաց, այդ որ ասում եք ամեն 4-րդը այդ կենցաղային խնդիր ունի։ Նոր եք իմացել դրա մասին, թե օրինակ վերջին 7 տարիներին են ձևավորվել այդ ցաներ իրավիճակում հայտնված քաղաքացիների խնդիրները։ Նոր է դա ստացել, ոչ։ Ավելի բարձր ցուցանիշ է եղել ու շատ վաղուց, որովհետև քաղաքացու մասին, հասարակության մասին, ոչ հայրդ, ոչ օրեղբայրդ, ոչ դու, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Քոչարյան Ռոբերտը, ու այս ամեն ինչը ես ասում եմ իրենց խունտաներով հանդերձ երբևէ չեք մտածել։ Եվ երբ որ խոսում ես թոշակից, ասում ես 50-60 հազար դրամով ինչպես ապրել, ես քեզ հուշեմ, հարգելիս, որ 50-60 հազար դրամով այո շատ բարդ է ապրել, որովհետև ինքը հազիվ է ծերացերին հասնում, բայց հավատա 20 հազար դրամով շատ ավելի չափազանց ծանր էր իրավիճակը, որի ժամանակ որ դու նոր ազատվում ես բանակից, որպեսզի գնաս դառնաս միլիարդատեր։ Հասկանում ես, որպեսզի ճիշտ հասկանանք իրար, ասեմ հետեւյալը, ես հարուստ մարդկանց հետ խնդիր չունեմ, բացարձակ։ Ես շատ ուրախ եմ, եթե կան հայեր, ովքեր շատ հարուստ են, ես կուզեմ որ սաղ հայերը լինեն միլիարդատեր։ Ես էլ թող լինեմ մեջների սովորական ապրող մարդ։ Խնդիրը դա չի։ Խնդիրը այլ տեղ է, հասկանում ես։ Դուք դառնում եք քո համար միլիարդատեր, այս ժողովուրդը այդ իրավիճակում է։ Հիմա դե եկել ես ասում ես, եթե մենք գանք իշխանության, այստեղ բանալի բառը եթե նայեց, եթե մենք գանք իշխանության, վարչապետի աշխատավարձը լինելու է 1 դրամ, իբր նա պիտի ծառայի ազգին։ Տես, Նարեկ։ Այո, եթե օրինակ դու դառնաս վարչապետ, օրինակ, խելահեղ մի հատ բան պատկերացնենք, կամ ձեր միլիարդատերերից որևիցե մեկը, բնականաբար 1 դրամը իրան շատ է քիչ չի։ Անկամ ինքը պիտի փող տա, որ դա վարչապետ լինի։ Ամեն ամիս պիտի փող մուծվի, որ վարչապետ է, որովհետև ձեր վարչապետությունը մենք տեսել ենք ոնց է։ Փողը բաժանել եք, որպեսզի դառնաք ղեկավարներ, խոսքը հենց Սերժի մասին է, որ ասում եմ, դուք չասեք մենք իշխանության չենք եղել, որ դառնաք իշխանություն, որպեսզի քերեք։ Ինձ կարող ես մի հասարակ տարական հարցի պատասխանել։ Ինչի եք մարդկանց տալիս 5000 դրամ, որպեսզի ձեզ ձայն տային։ Սերժին ձայն տային։ Ինչի համար։ Ինչի՞ համար, դա քաղաքական բան է, ինչի՞ համար է տրվում այդ փողը։ Որովհետև մեկին մի քանիսով հետ եք քաշելու, ճիշտ է, այլ տարբերակ չկա, որ ասենք այդ փողը տալիս եք, որպեսզի գային ու դառնային հայրենասիրությունը իրենց դրսևորեն պետական կառավարման ոլորտում, սա կլինի խնդալու բան, օրինակները բազմաթիվ են, մարդիկ կան 7-800 հատով սեփականություն ունեն, որոնք որ հիմա դատարանում գործադրում, հասկանում եք, 200 տուն ինչ են անում, արա մեկը կա 200 տուն ունի, արա ինչ ես անում 200 տուն, արա։ Այդ ժամանակ ծայրահեղականության վագոններում ապրող մարդիկ կան, Նարեկ ջան, բայց դու քո ինչ պետք չէ, որովհետև խնդիր չունեիք դու։ Հիմա կա այլ տարբերակ, կարամ սխեման 0-ից բացատրեմ։ Ну, չգիտեմ, բացատրելը ոնց ես պատկերացնում, Նասա ջան, արի սենց անենք, էլի։ Հեսա կանդրադառնանք։ Եթե հարմար նպատակարա հարմար ես գտնում, այստեղ չաթով գրես սխեման ես քարտամ ու քննարկենք, եթե չէ, սենց խոսենք։ Ուրեմն, Սերժ Սարգսյանի այն օրը ցույց տվեցի, չէ՞, նախագահության օրոք 2010 թվականին, 2010 թվականին 29 միլիարդ դրամա եղել աշխատակազմի փողերը 29 միլիարդ դրամ։ Այդ ժամանակվա բյուջեի համապատասխան 3.6%-ը ծախսվել է ապարատի վրա։ Այսօրվա դրությամբ վարչապետի ու նախագահի երկու աշխատակազմերի հետ ամբողջ իր բաներով 27 միլիարդ դրամ է եւ համապատասխանաբար 0.8%-ն է մեր բյուջեի։ Նարեկ ջան, էսի սենց։ Երկրորդ, օրինակ, ենթադրենք դարձյալ ձեր ուզած մարդը գալիս է վարչապետ եւ ինչպես դու ես ասում, աշխատավարձ է ստանում 1 դրամ։ Այդպես եք պահել երկիրը, որ կոռուպցիայի մեջ թաթախվել է։ Դուք չեք զարգացրել տնտեսություն, որպեսզի պետական կառավարման ոլորտում նույնպես լինի մրցակցություն, որպեսզի երիտասարդները ցանկություն ունենան զբաղվել քաղաքականությամբ կամ կառավարչական գործունեությամբ, վստահ լինելով, որ մաքուր աշխատելու պարագայում իրենց գործը սիրով անելու պարագայում կկարողանան իրենց տունը պահել։ Հասկանում ես։ Հիմա եթե դու ասում ես այդպես, իսկ հաջորդ վարչապետը ով պիտի լինի, ըստ քեզ, ասենք թե նստած դուք եկաք իշխանություն 5 տարի, 10 տարի, ինչա նստեցիք։ Ոնց ինչի հաշվին պիտի մոտիվացվի մարդը, ով ունի բավարար ամեն կարողությունները, որ կարա ձգտի ու դառնա վարչապետ։ Ինչի վրա պիտի գնա։ Ինչի վրա։ Ոնց ես դու պատկերացնում։ Սա չգիտեմ, անգամ մեկնաբանել է մի քիչ ծիծաղալի է, բայց քանի որ սա աշխատում է կարծես, այնտեղ նայում եմ հազարով մարդ է լայքել, էլի։ Հա, ինչ լավ բան է ասում։ Գիտեք ինչ։ Ինչ վերաբերում է այս պարգևավճարներին, այո, թիվը ես կարծում եմ, ես մի անգամից լսելու պարագայում վեր ես թռնում։
Հիմա համ խոսեմ պարտավորվավճարների չափից, Ջորջ ջան, համ խոսելու եմ այն ծանր սոցիալական պայմաններում ապրող մարդկանց բողոքից եւ բողոք, որի մեծ մասը ձևակերպված է հենց կակրած այս խոսույթի վրա։ Նայեք, պատկերացեք, ցանկացած մեկս եկեք վերցնենք, ես վերցնում եմ ինձ վրա, օրինակ։ Ասում եմ, Դենալ ջան, երիտասարդ եմ, ասում եմ ինստիտուտը լավ ավարտեմ, որպեսզի պետական ապարատում գործի անցնեմ ու իմ մասնագիտական ընդունակություններով օգտակար լինեմ իմ պետությանը։ Ավարտում եմ ինստիտուտը լավ ձևով, ունեմ լավ ձիրքեր, շատ ինքնավստահ եմ, խարիզմատիկ եմ, լավ սովորել ու ավարտել եմ։ Հայտարարություն կա, որպեսզի ես գնամ եւ ընդունվեմ այդտեղ աշխատելու, գնում եմ ու ինձ աշխատավարձը ասում են օրինակ 400,000 դրամ։ Կամ այսօրվա նախարարների աշխատավարձը 700,000 դրամ։ 1 միլիոն թող լինի։ Ես նայում եմ, ասում եմ ախպեր ջան, ես իմ այս ամեն ինչով, եթե գնամ մասնավորի մոտ աշխատելու, ես առնվազն 3 միլիոն կստանամ։ Ինչու՞ պետք է գամ այդտեղ 1 միլիոնով աշխատեմ։ Ինչի համար, չէ՞ որ ես ներդրում եմ արել իմ կրթության վրա։ Ես իմ շնորհքը օգտագործել եմ, լավ սովորել եմ, փող եմ տվել սովորելու համար։ Հիմա պիտի գամ, որ այստեղ սրանով ուսած դες չի լինում։ Կգնամ մասնավորի մոտ։ Իսկ պետությունը չի կարողանում այնքան բարձրացնել համաչափ բոլորի աշխատավարձը, նախարարների կամ փոխնախարարների, մյուս աշխատողների, փորձագետների, մասնագիտական հատվածի, որ ամեն ամիս այդքան վճարի, որովհետև եթե այդքան բարձրացնի, ինքը ստիպված լինելու շատ այլ բաներ նույնպես բարձրացնի, տակից դուրս չի գա։ Ու այլ ելք է գտնում խրախուսելու, որպեսզի ասենք այս գնել ջանը կարողանա գնա այնտեղ աշխատելու ինչ որտեղ։ Ու ստանում է պարգևավճար։ Եվ այո, այդ պարագայում, հա, իմիջայլոց։ Այդ նույն գումարը նախարարները ստացել են ամսական այն ժամանակները։ Իսկապես, ես չեմ արտարացում դա վատ բան է, բայց ստացել են ամսական, հանգիստ եղեք։ Որովհետև ոնց են հարմարվել։ Օրինակ, հա, վերցնենք այս Սրփուի Գալյանի բանի հարցաճեպազրույցի ժամանակ շարքվեց ուսուցիչների հատվածը։ Տեսեք, ես 2-ից 3,000 դոլար կաշառք եմ տալիս, որպեսզի ընդունվեմ դպրոց ուսուցիչ աշխատելու, որտեղ աշխատավարձը 70-ից 110,000 դրամ է։ Եկեք միասին գուշակենք, ինչի եմ ես 2-ից 3,000 դոլար կաշառք տալիս, որպեսզի մտնեմ մի տեղ, որտեղ որ 70-ից 110,000 դրամ է իմ աշխատավարձը լինելու։ Ուրեմն ունեմ հնարավորություն այս մյուս գրպանս նույնպես լցնելու կոռուպցիայով, դրսևորումներով կլինի թե ինչպես կլինի, հա, եւ բնականաբար կրթությունը այդտեղ երկրորդվելու է։ Հիմա այս մարդիկ դրել են այլ մեխանիզմ։ Ասում են գնում ես բան ես անում, քննություններ ես անցնում, մի քիչ ավելանում է, հետո էլի ես անցնում, էլի ավելանում ստանում ես արդեն այսքան։ Բայց գրպանը որ դրեցիր, բռնվեցիր, всё, դատվում ես։ Այդ բարձր այս մարդու համար սա վատ նորություն է, որովհետև մի կողմից ինքը չունի այդ գիտելիքը, ինքը կաշառքով ընդունվել, պիտի գնա նստի, պարապի, չգիտես ինչ անի, մյուս կողմից էլ հանդարտ գլուխները դարդի տակ է դրվել։ Հասկանում եք։ Այսպեսի նյուանսներ կան։ Իսկ թոշակառուների պարագայում ես չգիտեմ, հույս ունեմ, որ կլսեն համապատասխան մարմինները, իսկ ես խոստացել եմ, որ նաև որ առանձին փոքրիկ մի հատ տեսանյութ եմ նկարելու ֆլեշմոբ հայտարարեմ, այնուամենայնիվ ես առաջարկս կրկնեմ եւս մեկ անգամ։ Հարգելի պարոն մեծարգո պարոն վարչապետ, հարգելի նախարարներ, ինչու ոչ հայ էլեկտրոցանցի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Ռոմանոս Պետրոսյան, պարոն Թորոսյան, ամենայն հարգանքով ես ունեմ այսպեսի առաջարկ։ Քանի որ շատ ծայրահեղ ծանր ձմեռ էր, սոցիալական որոշակի խումբ շատ լուրջ բարդությունների առաջ է կանգնել եւ առաջարկս կայանում է նրանում, որ նրանց, չգիտեմ, չեմ ասում ամեն տարի այդպես լինի, բայց գոնե այս տարի, գոնե մի անգամ, լավ իմանալով, որ լրագրողները դա որպես ընտրակաշառք են լուսաբանը, բայց առաջարկում եմ նրանց 13-րդ ամսվա թոշակ տալ կամ որոշակի խմբի, ասենք առաջին կարգի հաշմանդամություն ունեցող ծայրահեղ ծանր վիճակում ապրող որոշակի խմբի տալ 13-րդ թոշակ կամ գոնե հավելավճար 1-2 ամիս, ասենք հոսանքի մասով օգտակար լինեն։ Գիտեմ, որ նման ծրագրեր կան պիլոտային եւ որոշակիորեն չգիտեմ որքանով է կիրառվել, բայց ամեն դեպքում ես կարծում եմ այս ձմռանը դա շատ լավ կազդեր մեր թոշակառների եւ սոցիալապես ծանր իրավիճակում գտնվող քաղաքացիների վրա։ Իհարկե, այս ամեն ինչը ես կհղկեմ, տեքստ կկազմեմ ու փոքրիկ ֆլեշմոբ կկազմակերպեմ, անգամ ասեմ ավելին, ես ունեմ առաջարկություն, հետեւյալ առաջարկությունս կանում է հետեւյալով։ Ես ինքս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այս իմ առաջարկի դիմաց պատրաստ եմ իմ աշխատանքային ժամից դուրս օրական 3-ից 4 ժամ անվճար աշխատել որևիցե հանրային ծառայություն իրականացնել, որևիցե կառույցում, որ ասենք թե այլ պարագայում վարձատրվող է, եւ այդ գումարը թող գեներացվի այդ ֆոնդին գնա։ Ես ու եթե կլինեն միացողներ, շատ ավելի լավ։
Եվ այսինքն մենք պատրաստ ենք անգամ, ես պատրաստ եմ անգամ ինքս իմ բամես ներդրումը դնել, աշխատանքով փոխհատուցել, որպես քաղաքացի աշխատանքով փոխհատուցել այդ մասը։ Եվ դա գիտեք ինչ, հիմա մարդ կարա լինի, ասի, դե նա գնա աշխատի, աշխատավարձից մի քիչ էլ տուր մի ընտանիքի։ Չէ, ես կարծում եմ, որ այստեղ օրինակելիությունն էլ լավ բան կլիներ, ու սա հանրային համերաշխ դրսևորման որոշակի փորձ կլինի, ինչի՞ չէ։ Շատ նորմալ կլինի։ Կներեք մի հատ այստեղ տեսնենք գումարը, հա, սխեման հետևյալն է, քանի որ ձայները նկարվում է, որպեսզի ձայները նկարելուց հետո բողոքի ալիքներ չբարձրանա, պետք է պատճառ, որով արդարացվի ձայների շատ լինելը, բաժանվում է գումար։ Գումարը վերցնողը կարևոր չի, կընտրի թե չէ, ձայները նկարվում է։ Կարևորը այն է, որ ալիբի կա, գումարը բաժանվել, ընտրել են։ Սրանով արդարացվում է գումար վերցնելը ու բողոքողին ասում են գումարը վերցրել ես, ընտրել ես։ Հետաքրքիր մոտեցում է։ Այո, ես ասեմ ավելի, տես, անկախ ամեն ինչից, երբ որ մարդը գումար է վերցնում ձայն տալու համար, դրանով ներկայացնում է իր արժեքը։ Նա վաճառում է ինքն իրեն։ Ես շատ վատ եմ վերաբերվում, իհարկե կոպիտ ձևակերպումներից կխուսափեմ, բայց այն մարդը, ում փողը տվել են, որ ընտրի, անկախ նրանից ինքը ընտրել է թե չէ։ Փողը եթե վերցրել է, անկախ ամեն ինչից, արդեն դրանով ինքը որոշակիորեն սահմանել է իր արժեքը։ Սա վատ բան է։ Ու սրա գիտակցումը պետք է բերի նրան, որ իհարկե ժամանակին ընդունված չի եղել այսպեսի բաները, այսպեսի ֆորմատ էլ չի եղել, որ զրուցենք, բայց սրա գիտակցումը բերի նրան, պետք է բերի նրան, որ մարդը իր ազատ համարտահայտությունը ներկայացնի ու արժեք չդնի իր քվեարկությանը, որովհետև պետությունը քոնն է, դու պետք է հասկանաս պետության ղեկավարները ստրում եւ այլն, դա ավելի թանկ է, քան ցանկացած գումար։ Մի խոսքով, սա ինչ վերաբերվում է մեր Նարեկին, ով ասում է մի դրամով կաշխատեմ։ Իսկ մի դրամով մենակ վարչապետն է աշխատում, իսկ նախարարները, իսկ աշխատակազմը, իսկ օրինակ այնտեղ վերահսկող մարմիններ կան 1000 ու մի տեսակ, իրենք ստանալու են գումար աշխատավարձ։ Իսկ ինչքան է լինելու իրանց աշխատավարձը։ Ձրի են աշխատելու, ինչ եք առաջ, ինչ եք խոսում, էլի դու։ Ինչ եք խոսում։ Գիտեք ինչ, ինձ համար օրինակ ես լինելով ավելի շատ արվեստին մոտիկ մարդ, սիրում եմ օրինակները այդտեղն է, ինձ համար ավելի կարևորվում է այնտեղի արդյունավետությունը բնականաբար, կամ առնվազն աչքա ցակում, ուրեմն Մատենադարանում ռեստավրատորը, որը որ շատ ջանջալ, խիստ մասնագիտական, լրջագույն աշխատանք է, ստանում է շատ ցածր աշխատավարձ, եկեք ես թիվը չասեմ։ Ու մարդը, ով տղամարդ է, այ խնդիր կա, չէ, ինչ են, լավ, եկեք այդ խնդիրը։ Բանը տղամարդը ինքը այդ աշխատանքով պիտի տուն պայի, ասենք 100-120 հազար դրամով պիտի տուն պայի։ Աշխատում առավոտից երեկո աչքա քորացնում Նարեկ։ Դու ասում ես 50-60 հազար դրամով ոնց ապրի թոշակառու։ Գիտեք ինչ, ժամանակին չդատարկեիք Հայաստանը, թող ապրեին մարդիկ այստեղ, թող զարգանար Հայաստանը ու կլիներ այսօր ոչ թե 50-60, այլ 100-150, հնարավոր է 200 հազար թոշակը։ Բայց հասարակ հաշվար գոյություն ունի։ Ունենք 700 հազարից ավել բան, ասենք ընդունենք 800 հազար գրանցված աշխատող, ընդ որում մեծ ամասնությունը ցածր աշխատավարձով, հա, որ շատ չնչին արկել։ Եվ ունենք մոտ 650 հազար թոշակառու, նպաստառու եւ այլն եւ այլն։ Այսինքն այս 800 հազարը, որ աշխատում են, հարկ են վճարում։ Ոչ միայն բոլորի աշխատավարձի, մյուսի կառավարման, չգիտեմ ինչերի համար, այլ նաեւ այս թոշակառուների համար։ Հասկանում եք։ Եվ եթե դուք ձեր կառավարությունը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իրենց կառավարմամբ միայն նպաստել են նրան, որ աշխատող ուժը հեռանա Հայաստանից, բնականաբար Հայաստանում մենք բախվում ենք այդ խնդիրներին։ Եվ կյանքի որակը լավանալու պարագայում կամ լավ առաջարկներ լինելու պարագայում ես վստահ եմ, որ մեր հայրենակիցները դեռ կվերադառնան, ֆինանսական ներդրումային ծրագրերով հանդես կգան։ Իհարկե դուք այդ ժամանակ չեք կարող գնաք նստեք վզդեին ասեք պետք է 50%-ը մեզ տան։ Երևի նաև այստեղ եք դուք ներվում, բայց այնուամենայնիվ։ Եվ մի հատ sense ռետորական հարց, որ վստահ եմ Նարեկենք չեն պատասխանի, բայց այնուամենայնիվ թող լինի, էլի։ Ես տեսա ինչ որ բան եք անում, խոսում եք ուժեղ տնտեսությունից, էլի։ Գիտեք ինչ, հիմա Թրամփի ուղի նախագիծը չգիտեմ ուսումնասիրել եք թե չէ, դա մեգա նախագիծ է, չեմ կարծում թե երկրորդ նման նախագիծ կամ հենց սա դուք կարողանայիք գլուխ բերել, որովհետև Միացյալ Նահանգները հիանալի գիտի ում հետ աշխատի, ում հետ չաշխատի, եւ այո, անձերի գործոնը մեծ դեր է խաղում այստեղ, բայց դուք ո՞նց եք կարծում այդ մեգա նախագիծը, որ մեկնարկում է, ասենք դուք երկրորդ ինչ ծրագիր ունեք, այս մեգա նախագիծը ինքը տնտեսության մասին է թե չէ, ասենք ո՞նց է կարողանում ձեր ասած թույլ բանը նախարարը կամ խումբը, թիմը, խմբակը, ինչպես դուք եք ձևակերպում, այսպեսի մեգա նախագծեր բերի Հայաստան, ո՞նց է կարողանում։ Այդքան եղել եք ու եղել եք, բայց ինչի միացած նախագիծ չի եղել։ Ինչի է մեր երկաթգծերը այս վիճակում, ինչի է Գազպրոմը այդ վիճակում, ինչի է մյուսը, չէ՞ որ սրանք նույնպես համատեղ, չգիտեմ ինչերի համար են տրված է, որպեսզի ներդրումներ լինեին, որպեսզի Հայաստանում կյանքը լավանար։ Հիմա դուք ինչ եք խոսում։ Ասենք օրինակ, գիտեք, լավ սկենացնել, լավ ցանկություններ, ես իմի կարող եմ դուրս գալ, ասել ժողովուրդ ջան, գնում եմ բան, իշխանություն վերցնելու, ինձ որ ընտրեք,
Սա այդ բաներին նախարար, պատգամավոր ոչ մեկ փող չի ստանալու, սաղի փողերը բաժանելու են ձեզ, Ռոբին Հուդ ենք, էլի, Ռոբին Հուդ ենք խաղալու, թոշակառուների թոշակը 300,000 ենք դարձնում բաբշե։ Ասենք ո՞նց եք պատկերացնում, աշխարհում կա մի կառավարություն, մի քիչ է շատ նորմալ երկրների մասին է խոսքը, որտեղ որ դիտավորյալ հնարավորություն ունեն թոշակառուի թոշակը բարձրացնելու, բայց դիտավորյալ չեն բարձրացնում։ Կա այդպիսի իշխանություն, չգիտեմ։ Չի բարձրանում, երբ որ փողը չկա։ Այլ բանա որ փողը կերած եք լինում ու դրա համար թոշակառուի թոշակը ցածր է լինում։ Հիմա մարդիկ ասում են հիմա չեն ուտում են։ Բայց ի տարբերություն այն ժամանակվա հիմա ով ուտելուց բռնվեց թքում է։ Եթե կան մարդիկ, ովքեր ռեալ ունեն ինֆորմացիաներ, այս ինչ ամեն ինչ պաշտոնյայի հետ կապված, ես ունեմ ձեզ առաջարկ, արգելիներս։ Քանի որ մենք հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպություն ենք, ես առաջարկում հետևել։ Խոսքը բամբասանքների մասին չի։ Եթե կունենաք ռեալ փաստ ցանկացած մեկի վրա, ցանկացած մի պաշտոնյայի վրա, ով ուզում է լինի։ Խնդրում եմ ձեզ մոտենեք մեր գրասենյակին, մենք ձեր կոնֆիդենցիալությունը կպահպանենք ու ինքներս հակակոռուպցիոն դատարանի հետ կաշխատենք այդ տվյալ ազնվորությանը իր աշխատավայրից մեկ ուսացնելու ուղղությամբ։ Մենք այդտեղ խնդրում ենք փաստով, ոչ թե բամբասանքների մակարդակով։ Հասկանում եք, համակարգային կոռուպցիա բնականաբար չկա։ Չկա համակարգային կոռուպցիա։ Կոռուպցիոներներ միշտ կան ու լինելու են առանձին մարդիկ, ովքեր դες խարդախ են կամ ասները շլանում են շատ փող տեսնելուց։ Դա ինչ պետք է լինի։ Հիմա էլի վերադառնալով այս պարգևավճարների չափսերին։ Տեսեք, մարդը բացի այդ իմ բերած օրինակը, որ թե ինչու պիտի գնա աշխատի, եթե աշխատավարձը օրինակ շատ ավելի ցածր է, քան մասնավորի մոտ է։ Կա հաջորդ հարց է, մենակ դա չի, մենակ ցածրն ու բարձրը չի։ Կարելի է ինչ որտեղ ասել, դες հանում պետությանը, ես գնում եմ իմ տենց էլի, չգիտեմ, չնայած այսօր դժվար է տենց մարդկանց գտնելու։ Կա հաջորդ հարցը։ Իսկ այդ նույն աշխատավարձով ամեն մեկը պատրաստ է գնա եւ ուտի այս լրագրողների կամ ընդդիմադիր դաշտի այն կոպիտ թուքումուրը, որը շրջանառվում է մեր իրականության մեջ։ Պատրաստ է, կա մարդ որ պատրաստ է։ Կամ այն ռիսկերը, որ կապված են իր աշխատանքի հետ։ Այն սպառնալիքները, որ կապված են իր աշխատանքի հետ։ Այսինքն մարդը կգնա այդպեսի աշխատանքի, դե կգնա մասնավորի ու մոտ իր համար բարձր աշխատավարձով այս շարի ծերու կապրի։ Ոնց եք պատկերացնում։ Ես կարծում եմ, որ այո, այսօր Հայաստանի Հանրապետությունում կա կադրերի խնդիր։ Ոչ թե կադրեր չկան, կադրեր կան, բայց պետությունը, պետական կառավարման ոլորտը ունի կադրերի խնդիր, որովհետև չի կարողանում նրանց համար գրավիչ դարձնել պետական կառավարման ոլորտը ու բերել այդ դաշտ աշխատելու։ Չի գնում մարդու ճիշտ պարտադրելու։ Օրինակ, լավ թույն իրավաբան է, բայց դու չես կարող նրան նշանակես դատավոր։ Չի ուզում մարդը, ասես ես դատավոր ես իմ համար իմ օֆիսում ավելի շատ փող եմ առում։ Դուք էլ ձեր դատավորը լինելն են, շատ պետք է գնամ այնտեղ բան անեմ, հա։ Կամ չեմ ուզում գնամ նախ, լավ տնտեսագետ է, չի ուզում գնալ նախարարությունում աշխատել, մաքուր ես մասնավորի մոտ լավ փող եմ առում։ Պիտի կամ մոտ մի հատ թուքումուրի տակ գնեմ, մի հատ սաղի ուշադրության կենտրոնում լինեմ օրական, ամեն մեկը պատը։ Հասարակ բան եմ ես ձեզ ասում։ Քաղաքացին հարցով դիմում է, շատ հիմնականում այդպես է լինում 90% դեպքերում։ Քաղաքացիները հարցով դիմում են, ասում են, օքեյ, խնդիր չկա։ Կարամ գամ, ուղիղ եթերով այդ ամեն ինչը բանանենք, մարդը հրաժարվում է։ Բա եթե անգամ խնդիրը լուսաբանելուց, երբ որ այդ խնդիրը իրականում խնդիր է, եւ նաեւ կապված է վատ կառավարիչների հետ, որտեղ որ դու մնաց ես գրել։ Բա այն մարդը խի պիտի գնա լուսաբանվի, ընդ որում կոշտու կոպիտ հակադարձությունների մեջ։ Այսինքն այս ամեն ինչի համագումարում գտնել այդպիսի կադր դժվար է լինում, գրեթե անհնար։ Մենք էլ քաղաքացիներով դեմ պիտի հասկանանք դա։ Պիտի ես ընդունում եմ դա։ Ես այո, ընդունում եմ դա, բայց արդյունավետության մասով այ այստեղ մի քիչ այնքան էլ համաձայն չեմ, որ պիտի օրինակ արտադրության նախարարությունում, ասենք նախարարը արդյունավետ աշխատել կամ չգիտեմ ելը։ Անկեղծ ասեմ, այսօր մի քաղաքացի էր եկել ինձ մոտ։ Դեսա գործա, ունել է։ Սա շատ երևի մի տոկոսն այն ամեն ինչ որ ունի։ Ուրեմն մի քաղաքացի է եկել է մոտս։ Գիտեք սա ինչ է, դատական գործ է։ Հարգելի արտադրության նախարար եւ չգիտեմ, այնտեղ ԲՏԽ բան կարելի է իրանց դիմել թե ոչ, ես էլ չեմ ուսումնասիրել։ Ուրեմն 2002 թվականից դատարանում է։ 24 տարի է։ 24 տարի է այս գործը դատարանում է։ Պատկերացնում եք։ 24 տարի։ Արանքը ինչ ասես տեղի է ունեցել։ Սա խնդիր է։ Եվ եթե օրինակ արտադրության նախարարությունը մեզ տրամադրի մի մասնագետ, հա, իրավաբան մասնագետի, մենք կարող ենք հանդիպում նշանակել քաղաքացիների հետ, ինքս մենք մեր հասարակական կազմակերպությունով կկազմակերպենք, բոլոր նրանք, ովքեր ունեն այդ համակարգից դատական օրինակ համակարգի հետ կապված խնդիրներ, ասենք եկեք հարցեր տվեք, պատասխանենք։ Դուք չեք պատկերացնում, տակից դուրս չեք գա։ Տակից դուրս չեք գա։ Հասկանում եք 24 տարվա գործ է սա։ Ցանկել ասում եք գնա ջան, մարդիկ ոնց որ
Բողոքում են ասում են 6-7 տարի է դատարանում է մեր գործը։ Խնդալս գալիս ասում, երբ որ ես գործը սկսեցի 52 տարեկան էի ասում։ Հիմա 76 տարեկան է այդ մարդը։ Ու հələ չի երևում։ Հələ դեռ չի երևում։ Նես չի որ լավ, սպասենք հեսա բան կլինի։ Արա Քելձերյան էլի, Արսեն Սիմոնյան, ախր քել դու բարձացի վերև մաման կանչում։ Պատկերացնում եք 24 տարի հարգելի արտադրության նախարար։ Տան հողի այնտեղ իրար մեջ կիսել, չկիսելու գործ է մի հատ։ Ասեմ ավելին, ուրեմն Արանք ասես մի հատ բան կա, շատ հնարավոր է էսի առանցին էլի լուսաբանում էլ էլի։ Արանք ասես մի բան կա, ես դոկումենտները բան արեցի էլի։ Այ այստեղ երևի սոցնախարարին էլ, այ եթե լինի հնարավորություն, սա նույնպես բան եմ անելու, առաջարկելու եմ ուսումնասիրության բան դարձնել, որովհետև մարդը ինքնակոչ ձևով ներկայանում է, առաջին հայացքից ինքնակոչ ձևով ներկայանում է, որ ինքը մասնակցել է առաջին Արցախյան պատերազմին, իսկ դուք գիտեք, Ժողովուրդ ջան, առաջին Արցախյան պատերազմին երբ որ մասնակցում են, նրանք ունեն մարտական ուղի, մարտական գործողությունների մասնակից, մարտական ուղի, ՄԳՄ-ով իրենց առողջապահական հարցը, որովհետև այդ ժամանակ դեռ կանոնավոր բանակ չենք ունեցել։ Ու այս կամավորականությունը ոնց որ տենց է փոխհատուցվելու, մինչև հիմա էլ օգտվում են այդ ծառայություններից, իմիջիալոց դարձյալ մեր վճարած արկերով, ինչը նորմալ է։ Նորմալ է։ Բա մեր համար, մեր հայրենիքի համար են կրվել այդ տղերքը բնական է, որ մենք պիտի օգտանենք նրանց մասին։ Բայց այստեղ բնականաբար եղել են նաև առիթավորվողներ, ու սա եզակի դեպք չի, հարյուրավոր մարդիկ կան, ովքեր այդ ժամանակ անել են կեղծ փաստաթղթեր, իբր իրենք մարտական գործողությունների մասնակից են ու դրանով կարողացել են էլ թոշակ են ստանում 3 անգամ ավելով, էլ մյուս։ Հիմա մի մարդու դոկումենտ է մոտս, որը իբր Պաշտպանության նախարարությունն է տվել 2012 թվականին։ Հարցում է եղել բան Պաշտպանության նախարարություն վերջերս հարցման հիման վրա բարձվել է որ նման մարդ, նման անուն ազգանուն հայրանով մարդ իրենց մոտ գրածված չկա։ Բայց միևնույնն է, ինքը շարունակում է օգտվել այս հնարավորությունից։ Ասեմ ավելին, հանկարծ զարմանաք, նա հանդիսանում է նաև հանրապետական կուսակցության անդամ։ Հիմա խնդրեմ ինձ եթե սա հետաքրքիր է, ես կարող եմ տրամադրել թե սոցիալ նախարարին, թե Էլուրապետ բանանել, այս ինֆորմացիան կարող եմ տրամադրել։ Բայց հասկանաք, մեզնից այ ժողովուրդ ջան, տեսեք, այս դեպքում ձեզ չեն ասելու, այ մարդկանց հարկերից գոյացած գումարները բաժանում եք աչու ցախ, ինչու չեք տալիս թոշակառներին, որովհետև աղմուկանողը սրանք են, ուզում են վերադառնալ, հասկանում եք։ Սրանք դա չեն ասելու, ախպեր ջան։ Եկեք կամ նույն Սերժ Քոչարյանականները չեն ասելու, ախպեր ջան, եկեք իմ թալանացը հետ վերցրեք, բաժանեք այդ աղքատներին այ մարդ։ Չեն ասելու, իրանք են ասելու։ Դրա համար այդտեղ որքան էլ որ որոշակիորեն այդտեղ հեշտ է դժգոհության ալիք բռնելը, որովհետև մարդը լսում է մեծ գումար, բայց եկեք մի բան փորձենք այդ 27 միլիարդը բաժանենք 600,000-ի։ Ինչ տիվեք 20-ալով։ Էլի եմ կրկնում, եթե կա քննադատելու բան, ինձ համար քննադատելը որոշակի կառույցների արդյունավետությունը քննարկելն է, որքանով արդյունավետ ստացվել, որովհետև ես չեմ կարծում, թե կան նախարարներ, ովքեր գուցե արժանի են, բայց կան նաև ինստիտուտներ, որտեղ նույն ներքին գործերի նախարարությունից նախարարը հա, ոնց որ նորմալ աշխատում է, բայց կներեք, այն բարեփոխման ծրագրերը, որոնք ներդրվել են, քաղաքացին դեռևս իր մաշկի վրա չի զգում։ Չկա մի հատ քաղաքացի, որ իր մաշկի վրա զգում է։ Բացառությամբ մի հանգամանքի, որը որ այս նախարարի օրենքով ավելի վաղուց ներդրվեց բարեկային համակարգը, որովհետև այո, ես բարեկներից գոհ եմ, բարեկների աշխատանքից գոհ եմ։ Չնայած որքան որ տեղյակ եմ, ոստիկանությունն ու բարեկները իրանից այդքան էլ գոհ չեն, նրանցից են բողոքում, նրանցից։ Այսպեսի հարցեր կան։ Եվ պետք է մի փոքր ըմբռնումով վերաբերել այդ ամեն ինչին։ Թոշակների բարձրացնելու հետ կապված դա արդեն վարչապետը կառավարության նիստին առաջարկ արեց ու թվերով ներկայացրեց իմիջիալոց, կառավարության նիստին հետ այն պանելային քննարկման ժամանակ։ Եթե էմոցիաները մի կողմ դնենք ու լսենք թվերը, ստացվում է, որ այն մեխանիզմը, որը կիրառվում է, դա կարող բավականին շահավետ լինի, բայց մի բանով համաձայն չեմ պարոն Փաշինյանի հետ, որ հրաժարվել ամբողջովին ավանդական սիստեմից թոշակների բարձրացնելու ու շեշտը դնել քեշբեքերի վրա։ Ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև ես ինֆլյացիաները բանով լինում է սենս տենեց աշխարհում, միայն ինֆլյացիա լինում, հա, դեֆլյացիա երբեք չի լինում, ինֆլյացիա լինում։ Ինքս տնտեսագետ չեմ, բայց դա կարծում եմ մի քիչ տարական զրույց է։ Ուրեմն, այսպես թե այդպես պիտի գումարը բարձրանա։ Թե չէ, այդ նույն ձևով եկեք պետական աշխատողներին էլ դարձնենք քեշբեքով։ Արկեվավճարի փոխարեն օրինակ
Cashback, թող cashback-ի համակարգն ասենք, այն 2% չէ, բարձ ասենք, այդ 2%-ը ուրիշ բան ստանա։ Դա։ Հա, մնում տենց հիշում, հա, նորմալ է դե ինչ անենք, մեր նարեկն է։ Իմիջ այլոց մեկ այլ թեմա էլ կա։ Հիմա գտնենք, տեսնենք այդտեղ ինչ է ստացվում, հա։ Նոր այսօր է տարածվել, ուրեմն օրագիր նյուզը, եթե մարդիկ կան օրագիր նյուզը դիտում են ու դրա հիման վրա են որոշել, որ մեր երկիրը վատ վիճակում է, ուրեմն փորձեք էլ չնայել, որովհետև օրագիր նյուզը կեղծ տեղեկատվություն է տարածել եւ շատ նուրբ դարձյալ թեմայի վրա, կեղծ տեղեկատվությունը եղել է հետեւյալը։ Ինչ են ասում, տեսեք, սա իր կեղծով, հա, պաշտոնապես երկված։ 3 պաշտպանության նախարարը ցավալի տեղեկություն տարածեց, նախարարությունը ցավալի տեղեկություն տարածեց այն մասին, որ խաղաղ պայմաններում հերթական զոհն է եղել բանակում, կրակոցը եղել է զինվորականին ամրացված զենքից։ Ըստ որոշ տեղեկատվական աղբյուրների, դեպքը տեղի է ունեցել Գևարքունիքի մարզի սահմանային դիրքերից մեկում։ Օրագիր նյուզի աղբյուրի փոխանցմամբ իրականում դեպքը տեղի է ունեցել ավելի վաղ, քան այդ մասին հայտարարվել է։ Մասնավորապես մահվան դեպքն արձանագրվել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսին նախորդած օրը, ինչի մասին Պաշտպանության նախարարությունում իմացել են, բայց տեղեկությունը գաղտնի է պահվել, որ Պապիկյանի ասուլիսը հնարավորինս հարթ անցնի, զերծ անհարմար հարցերից, եւ միայն ասուլիսից հետո է հանրայնացվել ցավալի լուրը։ Սա կեղծ ինֆորմացիա է։ Հիմա այս լրագրողներին ասեմ հետեւյալը։ Նախ թաքուն Հայաստանում չեն կարող զինվորի մահվան լուրը պահել, դա գրեթե անհնար է, Հայաստանում մի փոքր դժվար է առհասարակ բան պահելը, թաքուն բան պահելը, ուրեմն ո՞նց են թաքուն պահել, պատկերացրեք, ասենք թե ես երկու տարբերակ եմ, հա, տեսնում, եթե երրորդը տեսնում եք, ասենք, զինվորը զոհվել է, ծնողներին չեն ասել, թաքուն պահել են, հաջորդ օրը բանը մամուլի ասուլիս է եղել, այն մի օրը ծնողներին զանգել, ասել են եկեք ես դեպքա պատահել, ծնողներն էլ հա դատաբժշկական փորձաքննություն բանել, ասել են հենց նորացավ, ո՞նց եք, ախր մարդկանց ցավերի վրա դիվիդենդ հավաքում, սա թշնամություն է սեփական ժողովրդի հանդեպ, ոնց ասենք, որ մինչև վերջ ըմբռնեք, որ վստահ լինենք, որ ըմբռնեցիք։ Հնարավոր չէ այլ ձևով ռեքի տակ ընկնել, էլի։ Հնարավոր չէ, ինչ եք սա անում։ Դուք հասկանում եք սրա հետևանքները հանդար։ Կամ մինչև Պապիկյանի բանը, մամուլի ասուլիսը, էլի դեպքեր եղել են։ Մարտի ասուլիսի ժամանակ անգամ քանակ նշեց, թե տարվա կտրվածքում քանի դեպք է եղել։ Այնտեղ եք, դե ձեր անհարմար հարցերը տայք, դուք ուր անհարմար հարցն ու դուք անհարմար հարց այսքան ժամանակ չեք տվել։ Ես որքան որ հետևել եմ մեր լրագրողական համայնքին, ես ձեզանից մի հատ անհարմար հարց չեմ լսել։ Լսել եմ անդաստիրակ հարցեր, անդաստիրակ ձևակերպումներ ինչ որ, բայց անհարմարություն կառաջացնի դիմացինի մոտ, ես չեմ լսել դրանց հարց։ Ու անհարմար հարցից խուսափելու համար։ Եվ մյուս թվերին ծանոթ եք, տայեք ձեր անհարմար հարցերը, տեսնենք այդ ինչ հարց եք տալիս, որ չէ ստացվում։ Որ պիտի ես մեկը լիներ, որ թարմը տայեք։ Սա ինչ է։ Հիմա այս ամեն ինչի համար, գիտեք, որի որ դեպքն է գրվում է կեղծ, որի որ դեպքն է նմանատիպ բաներ են ներկվում, չէ՞։ Հիմա եկեք հասկանանք, եթե օրենսդիր մարմինը նման բաների դեմը չի կարողացել առնել օրենսդրական մեխանիզմներ առաջարկելով, օրենսդիր մարմինը ազգային ժողովն է։ Հարցը չի առաջանում արտարացիորեն, պատգամավորները խիան այդքան պարգևավճար ստացել։ Հա, իրենց աշխատավարձն լացածը 650,000 դրամ, հասկանալ։ Պատգամավորի պարագայում իհարկե դա մի քիչ այն չի, էլի լավ բան չէ, ասենք լավ մասնագետ լինել, օրենքներից հասկանալ, գալ, ասենք, չգիտեմ, առաջարկել օրենքներ, այդքան աշխատանք անել այս կողմեկով, ու ստանալ 650,000 դրամ, այո, ծանր է, համեմատած ծանր է, իհարկե, պատգամավորի աշխատավարձը դրանց մի քիչ լավ չի, բայց կներեք, ինչպիսի արդյունք եք ապահովել։ Ինչպիսի արդյունք, այդտեղ կարա ժողովուրդը իսկապես բողոքի, իհարկե, արտարացիորեն կարա բողոքի։ Կարա բողոքի, որքան էլ բոլորս հասկանում ենք, որ դա ազգային ժողովի առանձին բյուջեն է, որը որ նշի, որ կարան վերցնել բաժանել թոշակառուներին, այդ պիտի ուրիշ մեխանիզմ ասնի, խոսքով այդ սա հասկանում ենք։ Բայց արդյունավետությունը որ այս ժողովրդին մեծա տերորի են ենթարկում 5 տարի է։ Հիմա դուք մեր հետ հավասար, մենք 5 տարի ասում ենք հիբրիդային պատերազմ, մենք 5 տարի ասում ենք մեծա տերոր, նոր դուք սկսել եք այդ նույնը ասել։ Բայց 5 տարի դրա մեջ ենք ապրում, հասկանում եք, հիստերիկ ենք դարձել ազգովի։ Բա ինչի այս մեխանիզմները, ինչի մեխանիզմներ չեք բանարել, ինչի նույն հրային կամ թեկուզ ինչ որ մի մարմին, ով զբաղվում է այս ամեն ինչով կայքերով, մայքերով, ինչի համար չի եղել մի մարմին, որը վերահսկի, թող փակի, եթե պետք է,
Եթե 2-3 անգամ այսպիսի հոգեբանական առումով ծանր բանա հրապարակում, 4-րդ անգամը չի կարա փակվի։ Քիչ չի կա, ի՞նչ խոսքի ազատություն։ Եթե խոսում եք խոսքի ազատություն, ուրեմն այդ պարագայում իսկապես գնացեք Բերդի դռները բացեք, ընտրլիքը մարդ կա։ Ну, մարդ ասելը մի քանիսին դժվար է, բայց դες է դառնում։ Սա դառնում է առողջ քննադատություն։ Ես խնդրում եմ պատասխանեք, ինչի համար է սա տեղի ունենում։ Ընդ որում հայտարարագրված բանել ունեն։ Հավատարմագրված լրագրողել ունեն նույն ազգային ժողովում են, նույն կառավարությունում են։ Լավ, ինչքան կարող մենք նստենք Facebook-ներով նայենք, թե ով ինչը հերքեց, ինչը չհերքեց, ինչքան մարդ չի տենում ձեր հերքումը, մեր հերքումը, ձեր հերքումը։ Ամեն մեկ ունի իր հիմնական հետևորդները, չէ՞։ Հիմա ասենք ես հույսի չի տեսնելու օրագրում։ Ես տեսել եմ ձեր հերքումը նոր եմ մտել նայել։ Իսկ այնտեղ, երբ որ լուրը նայենք, մտնել տեսնեն հերքում կա թե չէ։ Հարուսանը մեծ է տերորի են, այո, բանալը։ Ենթարկում։ Նմանատիպ լիքը բաներ, այն օրը Անժելայի մոտ նստած մեկը այնպեսի սարսափ կինոյա պատմում, միակ չեք պատկերացնի։ Հրապարակում է գնում է։ Սարսափ կինո կոնկրետ։ Լրագրողը եկել է իր կարծիքը, նայեք, ինչ է անում։ Իր կարծիքը ձևակերպում է որպես փաստ, հենք, ձևավորելու համար այն հարցը, որը որ կտա։ Ասենք օրինակ։ Այսօր դարձյալ Նիկոլ Փաշինյանը բրիֆինգ էր, չէ՞ անցկացնում։ Լրագրողները կանգնած հարց են տալիս։ Հարցը տալուց իրենք արդեն ձևակերպում այլ կերպ են անում։ Չեն ասում օրինակ, իսկ այս ինչ հարաբերություն է, այս ինչի հետ։ Այ դուք երբ որ դավաճանեցիք, ել չեն ասում, ինչու դավաճան։ Ու ասացիք նրանց դավաճան, ինքներդ դինելով դավաճան, բա ինչպես ու նոր ձևակերպում է հարցը։ Չհասկացա։ Սա խոսքի ազատություն, սա ձևակերպում է հարց, սա անհարմար հարց, չէ՞ սա զզվելի հարց է։ Զզվելին ու անհարմարը իրար կողք եկեք կլինի մի դրեք։ Օրական այդպիսի լուրեր են, օրական։ Առասարակ ես 5-րդ տարին է, իմ գործը Free News-ով հենց սա է։ Սրանց լուրերի կամ հրապարակել էի մեջում Արծվիկ Մինասյանը։ Արա չես ուզում, ասես լավ, մի քիչ զզվեցինք էլի անընդհատ իրանցից խոսելուց, մի քիչ թեման փոխեք։ Արա մեկ էլ նայում ես քննարկման ժամանակ նայեք ինչ ասում։ Կայֆ։ Եթե Հուսեին Պողոտան հատուկ շեշտվում է, ու դուք բոլոր պաշտպանության պաշտոնատար անձինք, պատգամավորներ եւ այլն, երբ որ հյուր եք ունենում, տանում եք հյուսային փոխտա գեղեցկությունն եք ցույց տալիս Երևանի, դա բացարձակ չի նշանակում, որ ունեզրկված քաղաքացիները հիմա էլ կա։ Ինչ ասում։ Սկզբի հատվածներ կարևոր։ Ինչ ասում, կոնտեքստից չեմ կտրել, էլի, հետո գնում եք քննարկում։ Ինչ ասում, ասում այդ որ հյուրեր եք ունենում տանում եք Հուսեին Պողոտա, ու ցույց եք տալիս թե տեսեք ինչ սիրուն է։ Այդ ժամանակ նորմալ է։ Արա դու գիշ չեք արա։ Դու գիշ չեք, մարդկանց ունես զրկել եք։ Ասում եք սիրուն է։ Ես էլ հարց եմ տա, ասում եմ չենք կարա օրինակ գնանք հիմա, Արծվիկ Մինասյանի տունը քանդենք, տեղը սարքենք օրինակ Հարավ-Արևելյան Պողոտ, հա։ Ու տնշած սիրուն սարքենք, հյուրերը որ գան ասեն տեսեք ինչ սիրուն ասես։ Արծվիկ Մինասյանը դու մնա անտունի չէ։ Կարևորը սիրուն է։ Մենք սիրուն բանկ սարքենք։ Հնարավոր է թե չէ։ Որը մարդկանց տներից հանել եք կոշով դրսերին տալու հանել եք արա։ Ոչ մի բան չեք փոխհատուցել, ոչ մի ձեր չէ։ Մի երկուսին չգիտեմ 9-րդ մասի, 8-րդ մասի տեղավորել եք կենտրոնում ծնված մեծացած 7 պորտով։ Դուք քաղաքի մասին տեղեկություն եք իմացել, եկել եք իրանց անել դուք եք նստել ապրելու արա։ Բայց սիրունա չէ, ի՞նչն ասում, ես չգիտեմ սիրունա թե չէ, ինձ ավելի էր դուր գալիս։ Այնուամենայնիվ, կառուցում եք, այդ մարդկանց էլ այդտեղ տուն տայեք։ Չնայած էլի եմ ասում, այն պատմամշակութային շենքերը տվիք տրաքսերեցիք։ Բանա, քարերն էլ համարակալեցին, իբր բողոքի ակցիա եղավ, համարակալում ենք ասում ես պատմամշակութային արժեք ունեցող շինությունների քարերը։ Հետո կտանենք մի հատ ուրիշ տեղ նոր հին քաղաք կկառուցենք։ Սա եղել է Քոչարյանի, չգիտեմ, մեգա նախագիծը։ Գնել ջան, Ղարաբաղցիներին ինֆորմացիա են տարածել, որ 30 թվին Ղարաբաղը տալու են։ Կասեն, ասեմ ավելին, օրինակ իրանք ամեն ինչ են ասում, ընդ որում կտրելով մեզնից, որ օրինակ, տեսեք, իրացպես իրանց էլեկտորատի մեջ, հենց արցախցիներին մենակ չի վերաբերվում։ Դնում են թշնամություն, որ զզվեն, չուզեն մեզ լսել, հասկանում եք, մենակ իրաց լսեն, այնտեղ իրաց թույնը ստանում են ճապաբաժինը, ու այդպես պահպանեն իրանց զինվորներին, էլի։ Տեսեք, հասարակ բան, եկեղեցականները իրենց թեմերում, որտեղ որ մի քանի հոգի բան մշտական եկողներ ունեն եկեղեցի։ Սրա մեջ տարածում են, եկեք գամ սկզբից, նայեք, կա մի հատ շերտ, ովքեր որ ստանում են այդ 10-անորդներից եկած գումարից, ստանում են որոշակի օգնություններ։ Չգիտեմ, Z-ա, հաց-ա, ինչա, չգիտեմ։
օգնություն են ստանում։ Ու իրենց համար իրենց թեմի առաջնորդը իրենց բրկիչն է։ Ինչքան ուզում վատ մարդ լինի, թե ինչ լինի, ու հեշտությամբ էլ բարձա, չէ, այդ մարդկանց ինչքան հեշտ է խաբելը։ Հիմա սրանց խաբել ասել են, որ տեսեք Նիկոլա եկել է իրանց աղանդով, ուզում են տեսեք խաչերն էլ արդեն հանում են սա, ուզում են սաղ վերացնել իրանց աղանդը հաստատեն, իսկ ձեզ էլ ոչ ոք բան չի տալու։ Հիմա ես մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ու դա մի անգամ չեն ասել, դա ամենօրյա բանով, ռեժիմով այդ մարդկանց այդ թույնը կերակրվում է։ Հասկանում եք։ Իսկ իհարկե համապատասխան որոշակի կառույցներ թող գնան պարգևավճար ստանան։ Այստեղ աշխատանք չկա, լուսա վաղը միշտ դառնալու է դարձել ազգային անվտանգային խնդիր։ Այն որ ժամանակին ասում ենք օպերան բևեռը փակելա ամենօրյա ռեժիմով բան է անում, տերորիզմա քարոզում, այնքան չգնացիք հետևներից, մինչև որ իսկապես տերորիստներ հայտնվեցին, այսօր դուք պարգևավճար եք ստանում։ Լավ աշխատելու համար ճակերտ։ Չունեմ։ Ես կարծում եմ, որ գոնե առնվազն իրավական համակարգը պետքա կանխի հանցագործություն, կանխարգելիչ ու կանխի ոչ թե մարդուն ով գնում է հանցագործության այդ ճամփին բռնի որ չանի այդ հանցագործությունը, այլ կանխի դրա մասին մտածել անգամ։ Իսկ Ղարաբաղցիների վրա մարդկանց վրա կազդեն, բա ինչ կանեն։ Պատկերացրեք, մարդը ծնվել մեծացել է, այդ կարոտը միշտ լինելու է մեջը։ Ու նրանք անընդհատ դա փորձում են թարմ պահել, որպեսզի հանկարծ ոչ մեկին չկորցնեն։ Գիտեք ինչ, ես երեք կարճ մտածում էի դրա մասին, ու ես առաջարկում եմ բարձրաձայն մի հատ մտածենք։ Տեսեք, Արևմտյան Հայաստան, հա, Թուրքիայի Հանրապետություն, մեր պատմական տարածքները, որտեղ որ ցեղասպանություն ա եղել ու նրանց ցեղասպանության ենթարկված մեր պապերի սերունդները ամբողջ աշխարհով են սփռված, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա օրինակ հեսա սահմաններն էլ որ բացվի, չնայած առանց բացվելու էլ կա հնարավորություն գնալու այնտեղ ապրելու։ Չէ, կա չէ հնարավորություն, ասենք եթե ես ուզենամ գնամ Կարս քաղաքում ապրելու, ինչ խնդիր պիտի ունենամ։ Չեմ կարծում խնդիր կունենամ։ Բայց ես չեմ գնա այնտեղ ապրելու հենց նրա համար, որ ես իմ ապրելով դառնալու եմ արժեք այդ երկրի համար, որովհետև այսօր երկրները ունեն բնակչի խնդիր, այսինքն քաղաքացիների թվի շուկա, չգիտեմ, հարկ ու տուրք եւ այլն աշխատուժ, չէ։ Ես ինչի պիտի գնամ այնտեղ դառնամ արժեք։ Ես չեմ գնա, որքան էլ որ այդ տողը ինձ կարա կանչի եւ այլն թեկուզ գենետիկի ժողովրդության առումով։ Հիմա, եթե հնարավոր լինի, ինձ մոտ իսկապես հարց ա, ես կուզեի տարբեր արցախցիների կարծիք լսել ես իմաստով։ Եթե հնարավորություն լինի, հիմա գնալ ապրել Ադրբեջանում, Արցախում, բայց որպես Ադրբեջանի տարածք, իրենց ծննդավայրում, իրենց տանը օրինակ, բայց Ադրբեջանում, հա, այսինքն իրենց հարկ ու դուրքը բան ամեն ինչը պիտի գնա Ադրբեջանից։ Կլինեին մարդիկ որ գնան, եթե անվտանգության խնդիրը վերացած լիներ, իրավունքների բանի հարցով խնդիրներ չլինեն։ Ինձ շատ հետաքրքիր է օրինակ, ես բանը մտել եմ միտքս դուրս չի գալիս, հետաքրքիր է, ես հայի եւ չէի դեպքում չունեմ ինչ որ պատասխան տալ լավա թե չէ, իսկապես չունեմ։ Չնայած մի կողմից էլ ավելի անկեսնելու համար ասեմ, որ եթե ես լինեի, ես չէի գնա, որովհետեւ հա իմ կարոտը կփորձեի մի կերպ, ասես այլ կերպով բան անել, բայց ես չէի դառնա Ադրբեջանի համար արժեք։ Ես ավելի լավ եմ Մայր Հայաստանում լինեմ արժեք, սենց ասում, որովհետեւ վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությունում բնակչության մեծ մասնությունը մեր պատմական այլ տարածքներից գաղթածներն են, եկածներն են, հա, վերաբնակեցվածներն են եւ այլն։ Եվ երևի նաեւ դա է եղել պատճառը, որ մեզ անընդհատ մեր պետությանը օտար են պահել։ Մենք նոր ենք սկսում հասկանալ ինչ է պետությունը։ Այն էլ շատ դժվարությամբ, որովհետեւ մյուս կողմից էլ անընդհատ խեղաթյուրում են, թույլ չեն տալիս հասկանալ։ Հիմա հարց, որ մի խելացի падգամավորը օրենքի նախագիծ բերի ու ասի, ասենք հրապարակը պիտի փակենք, գիտես ինչ կասի Ալենչիկը, կասի երեխեքիս տատնա Արմեն Մեխկա, քաղ տեխնոլոգ ջան, ես նախ խնդրում եմ հարցը հստակ ձևակերպեք, ես չգիտեմ, ինչի հենց մի չեմ հասկանում ինչի կարծում։ Շնորհակալություն եթերը նայելու ես հարցը տալու, չեմ հասկանում ինչ եք ասում։ Որ մի խելացի падգամավորը օրենքի նախագիծ բերի ու ասի, ասենք հրապարակը պիտի փակենք։ Օրենքի նախագիծ բերի ու ասի, օրինակ հրապարակը փակենք։ Գիտես ինչ կասի Ալենչիկը, կասի երեխեքիս տատնա Արմինեն Մեխկա։ Արի սենց անենք, քաղ տեխնոլոգ ջան։ Չգիտեմ,
որ կարգի բաց խոսեմ քեզ հետ, որպեսզի ախր եթե վստահ լինեմ, որ դու իմ պատասխանը կասկածի տակ չես դնի ու կվստահես նրան ինչ որ ասում եմ, ես կարող եմ մաքսիմում բաց խոսեմ քեզ հետ։ Մաքսիմում բաց կարող եմ խոսել։ Բայց քանի որ sense չեմ ճանաչում, ավելի լավ է որոշ հատվածը փակ բա։ Որքան որ ես դե եթե նախ կխնդրեմ ասենք խի ալենչիկը ինչի համար ես դա ինձ ասում ես հասկանում եմ որ ինչ որ բան ես ուզում դու եփես բայց չի անցնի դա արի տենշը եթե հարցը ձևակերպենք հարգալից տոնով գնանք հիմի այո մարիամի մայրիկն է չէ Արմինե Մարիամը մեր հերոստատեսությունում ֆրինոս հերոստատեսությունում աշխատում է իր հաստիկը կոնկրետ չի, բայց մեր տնօրեններից է։ Իմ հաղորդման տնօրեն չի, բայց մեր տնօրեններից մեկն է։ Մի քանի բլոկների տնօրեններ են, չէ՞ լինում։ Ընդհանուր տնօրեններ չի։ Մարիամը մեր ֆրինոս հերոստատեսության տնօրեններից մեկն է։ Քաղ տեխնոլոգ ջան։ Չէ, ինչպես չի կներեք ասեք։ Ես ուղղակի դիտարկում արեցի, որ մի քիչ տհաճ է ինձ դա։ Ուրեմն տես Ես իմ հաղորդման ժամանակ Free News-ով բազմիցս շատ կոպիտ ու սուր անդրադարձել եմ ինչպես բոլոր այն կայքերին ու թերթերին, որոնք որ մանիպուլյացիա են տարածում, այնպես էլ հրապարակին։ Շատ կոպիտ ու սուր։ Ընդ որում 21-22 թվականներին вообще քարակարին չէ 23-ին, որովհետև իրանք հարվածում են ժողովրդի համար ամենայն թույլ կետերին իրաց մանիպուլատիվ հայտարարությունները։ Այսքան ժամանակ դրա մասին որևիցե ակնարկ ես վստահ եմ, որ Ալեն Սիմոնյանը մինչև 20 թիվն էլ է իմացել, որ Մարիամի մայրովա դրանից հետո էլ է իմացել, չէ՞։ Տես, ես ունեմ բարեկամներ, ում հետ բացարձակ քաղաքականությունից չեմ խոսում։ Երբեք, իրենց էլ չեմ տալիս խոսել։ Ունենք բարեկամներ, որ հակառակ պատկերացումներ ունեն։ Ու որպեսզի ավելորդ վեճեր չստացվի, չենք խոսում։ Խոսում ենք չխոսել։ Կամ առնվազն խայթելով չխոսել, բայց հիմնականում չենք խոսում։ Ունեմ ընկերներ, այդպես, շատ թանկ ընկերներ։ Ու այս կողմից, տեսեք, Արոնը ջուր չի դառնում, չէ՞։ Բայց մենք կարողանում ենք շփումը նենց կազմակերպենք, որ այս պարագայում ինքը օրինակ իմ քեռու թորն է, օրինակ։ Բայց քաղաքական դաշտ չենք մտնում, մտեղ մենք ունենք հակասություններ։ Բայց մյուս կողմից կներեք, ով ուզում է լինի, օրինակ իմ բարեկամն է։ Ու ես շատ եմ տեսել տենց դեպքեր, որ մարդիկ համ լավ բարեկամ կարան լինեն, կամ կարան լավ բարեկամ չլինեն, բայց դա չի խանգարում նաև գաղափարական հակասություններին։ Ու ինչ, եթե Մարիամի մայրը Արմինեն հրապարակի բանն է։ Ինչ դու կարծում ես դա պիտի Ալեն Սիմոնյանին խանգարի, որ եթե ինչ-որ հարմար հավաքույթի ասելիք ունենա, չասի։ Ես անկեղծ ասեմ, ուղիղ աշնան մի 2-3 ամիս առաջվա օրինակ եմ ձեզ բերում։ Ես ունեմ Դվարնի հորեղբորորդի, ով զոհվեց ուկրաինական ճակատում։ Իրանք Ռուսաստանում են միշտ ապրել, իհարկե մի որոշ ժամանակ Հայաստանում են, բայց Ռուսաստանն է իրանց։ Այստեղ էլ վեր էր կացել Ռուսաստանի կողմից, ընկերների հետ իր վեր էր կացել գնացել էր ռազմաճակատ։ Այն բանը, որ ես բայ ընկերներից ոչ եմ թողնի, մենակ գնել ես եմ գնում։ Ու զոհվել է։ Երբ որ դե հուղարկավորությունից հետո մայրը այդ Դվարնի հորեղբայրս մահացած է, վաղուց է մահացել, էլի։ Մայրը, քույրը որոշեցին, որ այստեղ էլ փոքրիկ հավաքույթ կազմակերպեն, հարազատ բարեկամներ, դե հոր կողմից շատ բարեկամ չկար, մենք էինք ներկա, մանավանդ որ շատ սիրել եմ իրենց, էլի։ Ես շատ ցավում եմ, որ նա այդ որոշումը կայացրել է։ Ներկաները, ում ոնց հետ մենք հազար առիթով նստել վեր ենք կացել։ Ամենասկզբում փորձեցին փոքրիկ խայթել ինձ, որովհետև իրենք ոնց հասկացա ատելով ատում էին Փաշինյանին։ Ատելով ատում էին։ Հենց սեղանի վրա, հենց առաջին խոսքը սկսեց, ասի, սենց ենք պայմանավորվում։ Հիմա իմ տրայորմի ոնց որ ախպոր, այս հիշատակի օրն նստած ենք։
կամ առհասարակ ոչինչ չենք խոսում, կամ այն նկարը, որ դրված է այնտեղ, դնում ենք այն կողմ, խոսում ենք քաղաքականությունից։ Եկել ենք այն հանգամանքի, ոչ ենք շփվում այդ թեմայով։ Մենք միասին սավացել ենք, հիշել ենք, ապրումակցել ենք, դառնի հորեղբորս կնա չէ, իրենց մեկի կրոջը, ասենք իրենց բանը։ Ու շատ հանգիստ վեր ենք կացել այդտեղից։ Այսինքն, եթե օրինակ ես սատարեմ, ասենք թե Արամ Սարգսյանին, լիցու։ Իմ եղբայրը սատարի Քոչարյան Ռոբերտին։ Всё մենք իրար վրա թքած ենք, իրար երես չենք նայում, էլ իրար ախպեր չենք։ Կարող է իրար երես չնայենք, բայց էլ իրար ախպեր չենք։ Մատը փուշ մտավ, էլի առաջինը ես պիտի գնամ տնկվեմ կողքը, չէ՞։ Ես ուզում եմ հասկանամ, այդ պարագայում ի՞նչն է խանգարում, կոմոդ Բավիգենի պահը ոնց խանգարեց Վիվարոյի։ Ցավը տանեմ, այդ թեմաների մեջ ես չեմ թաթախվել, ուսումնասիրած չեմ, տեղյակ չեմ, որովհետև ես մի կողմից նախ հարգում եմ Ալեն Սիմոնյանին ու իր գործունեությունը, ու առիթ չունեմ չհարգելու։ Մյուս կողմից շատ հարգում եմ Հայկին Սարգսյան եւ Նայիրին Սարգսյան ու բացարձակ առիթ չունեմ չհարգելու։ Ես նման դեպքերում, երբ որ երկու կողմին էլ հարգում եմ ու լինում է խոսակցություն, ես փորձում եմ քիթը չմցնել այդտեղ, որովհետեւ դա այն հարցերն են, որ իրար մեջ ինչ որ մի օր հանգած լուծեցին, երրորդ վանը քաշվողն է լինում, այն կողմը, որ ուզեցել է քիթը մցնել այդտեղ քաշվողն է լինում։ Ես չգիտեմ, մեկը բնութագրում է այդպես, օրինակ դու բնութագրում ես, որ բանը խանգարեց, չէ՞, բանի պահը, Վիգենի պահը։ Այն մյուսը բնութագրում է, որ չի խանգարել ոչ մի բանի։ Հիմա դրանք բնութագրական դատողություններ են։ Ես այդտեղ չեմ մտնի, ճիշտ ու սխալի բան չունեմ։ Հասկանում ես, Սավոտ, այդտեղ է հարցը։ Ես չեմ կարող այդ թեմայի մեջ մտնել։ Եթե ուզում ես իմ կարծիքը իմանալ, օրինակ, ես ոնց եմ վերաբերվում կազինոներին, on-line կազինոներին կամ առհասարակ կազինոն որպես շինություն, ժամանցային կենտրոն, ես կարող եմ այդ հարցին պատասխանեմ։ Իմ տեսակետը ասեմ, որը շատ հնարավոր է տարբերվի կամ նմանվի որևիցե մեկի տեսակետին։ Իսկ իմ տեսակետը հետևյալն է։ Ես շատ հաճախ ունենում եմ հյուրեր արտերկրից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, ովքեր դարձել Հայաստան ժամանակ անցկացնելու, հանգստանալու, ու ինչ որ պահի ուզում են գնան կազինո, ժամանակ անցկացնելու։ Ու երբ որ ասում են ինչ կազինո կազմում, ոնց ուտե չկա։ Ես չգիտեմ դե։ Հա, իմիջայլոց on-line ես երբեմն խաղում եմ։ Լինում է հետաքրքիր ֆուտբոլ, ասենք, հետաքրքրության համար, ասել որ ես գումար բազեմ, դա սուտ կլինի։ Խաղում եմ, երբեմն խաղում եմ, այո, ժամանակ լինում է զբաղվում եմ։ Ինչ որ մրցույթների, մրցաշարերի հետևում եմ։ Սա չեմ խաղում, բարձ սրա մասին է, անընդհատ էլ ասել եմ, ինչ որ բան չկա այդտեղ։ Բայց կազինոյին որ նստում են ապարատ են կտսնում, ես դա կյանքում չեմ հասկացել, չեմ սիրում դա խաղալ, չեմ հասկանում ոնց կարելի է նստել ինչ որ ապարատի վրա, բայց մարդիկ էլ կան այդտեղ կան։ Կործանում է կազինոն տներ, իհարկե կործանում է։ Ցանկացած բան է կործանում տներ։ Հասկանում ես, հարցը դա չի։ Այ հարցը հենց դրա կրթությունն է։ Այս մարդիկ երբ որ գայս ասում են կազինո, ասում են, ես չգիտեմ, այդտեղ կազինո, մազինո չգիտեմ որտեղ կա։ On-line կա, կարա գնացած։ Ախպեր ասում են, չէ, մենք ուզում ենք ժամանակ անցկացնենք կազինոյում։ On-line-ը որն է, ոչ եք նստելու կրել փող խաղալու։ Հա, փողն դեղել ենք խաղում, բայց դրան վերաբերվում են որպես ժամանակ անցկացնել։ Այսինքն դաստիարակությունը, այդպես օրինակ ոնց ես գնում ռեստորան հաց ուտում, հաշիվը փակում։ Համեղ հաց կերար, դա արժեր ես կան։ Գնացիր դիսկացեկա բարեցիր, այսքան վճարեցիր, եկար, չէ՞։ Նույնը իրանք վերաբերվում են կազինոյին։ Գնացինք, խաղացինք, խմեցինք, բան, հանգստացանք եկանք։ Այսպես են իրանք վերաբերվում։ Մեզ մոտ այդ դաստիարակությունը կազինոյի հետ կապված գոյություն չունի, չկա։ Մեզ մոտ մարդը մտավ կազինո կործանված դուրս է գալիս։ Որովհետև մեզ մոտ բաց է թողնվել այդ դաշտը, թե կազինոն ինչ է։ Մարդիկ հասկանում են կազինոն գումար բազնոց, գնանք, տնենք, բախտերս կբերի եւ ռեսկի կհարստանանք։ Հասկանում ես, սենց է այստեղ պատկերացումը։ Դրա համար ես կարծում եմ, որ եթե այդ կազինո ասվածը ճիշտ համակարգվի, ինքը անգամ տուրիստական մասով էլ ահագին օգուտ կտա։ Ես դեմ եմ ամբողջովին փակել վերացնելուն, դա մի քիչ հետամնաց երկրի տպավորություն է թողնում, իսկապես կամ հետամնաց բնակչություն ունեցող երկրի տպավորություն է թողնում։ Խնդիրը այդտեղ է։ Ես այդպես եմ բանանում։ Ուրեմն այսով է գնել խմել այդ քիչ էր, հիմա էլ ֆուտբոլ։ Հիմա չէ, նախ դու ուշադիր չես եղել, Ազիզ ջան։ Հա, ոչ խմելուն ես ուշադիր եղել, ոչ էլ ֆուտբոլին ես ուշադիր եղել։ Դուք էլ սելդ քշի գնա։ Ես չգիտեմ, ապեր թե քուրիկ, բայց ցանկացած ես ոնց որ ցանկացած մեկը ունեմ իմ հետաքրքրությունները։ Հիմի մարդիկ տեսեք, մարդը գրել է փակել կազինոները։ Իսկ ինչ է տալիս դա մեզ։ Իսկ եթե մենք ասենք հասկանանք կազինոն ինչ է, եթե դա կարողանանք վաճառել, չի փակվի։ Ինչի համար փակվի։ Մեկը փող ծախս, դե եկեք
որտեղ հնարավոր է փող ծախսելու հաճույք ստանալ, այդ ամեն ինչը փակենք, որովհետև դա էլ է կործանար, մարդը աշխատելու է փոքետ գծի, որ գնա այդ կայֆը բռնի։ Չգիտեմ, եկեք ինչ կա, չկա, փակենք սա։ Կարող է ես իմ կարծիքը շատ այդ կարծիքի հետ հարմար չլինի, չընդունեք, բայց դա էլ իմ կարծիքն է, չգիտեմ, ոնց ես կարծում եմ, որ կարող է մարդկա ճիշտ է համարում ու կարող է հիմնավորի թե պիտի բոլորը փակվեն, վերանան, չգիտեմ ինչ է։ Ամենայն դեպս գոնե սահմանափակումների մասով ես համաձայն եմ, որովհետև ինչ որ մի բան ամբողջ Երևանը կազինոների ռեկլամներ։ Ինչ որ մի բան ամեն քայլափոխը, այն Կիևյան մոստը գնում էր, անցնում էր 5 մետրը 1, 3 մետրը 1, սենց դրվոց սենց գնում էր այդ գովազդի մասով, այո, ես կարծում եմ, որ եթե անգամ լինում է գովազդ, պետք է լինի 12-ից հետո գրվի, տարիք գրվի տակը եւ այլն, այսինքն որոշակի օրենսդրական կարգավորումներ լինեն, բայց որ ու այն որ բնակելի տարածքներից օրինակ Երևանից հանեցին, տարան ինչ որ մի գողտրիկ վայրում լինի, բան, ասենք, այս ամեն ինչին համաձայն եմ, այո, պետք է սա, ոնց որ օրինակ ծխելու մասով, հա, ասենք, այդ փակելը բաները, այո, դա շատ լավ ձեռնարկ է, բայց որ վերացնելուն ես համաձայն չեմ։ Ոչ թե համաձայն չեմ, որովհետեւ ես ասում եմ երբեք բան, ինձ զբաղված է կներեք, դա բան չի էլի, կարող է 1000-2000 դրամ։ Բայց այլ որովհետեւ մի քիչ այն տարակուսած դեմքերը մարդկանց որ շատ ես տեսնում արտերկրից եկած, ամաչում ես արդեն, ասես որ տեն ժամանցային կենտրոն չկա, էլի։ Սենց է։ Գներ ջան, երրորդ մասի շենքերից մեկի Բաքում երիտասարդները բակի նստարանների երկաթյա խողովակների մեջ հավանաբար, այդ նարկոտիկի բանի տվյալ եք ասում։ Հավանաբար ման եք գալիս այն։ Այո, մենակ այդտեղ չէ, շատ տեղ է, որովհետև երիտասարդների զբաղվածության կենտրոնները, զբաղեցնելու միջոցները։ Տեսեք, մենք չենք ունեցել նորմալ կրթություն, մեր սերունդը։ Ինձնից մի քիչ փոքրերով մի քիչ ավելի վատ է վիճակը։ Մենք եթե մի 2 տարի հասցրել ենք, նրանք առասել չեն ունեցել։ Ու իրենք աշխարհը ոնց ընկալել են, ինչպես լինել ծնող, ինչ պատասխանատվություն է դա, որ պարագայում կարող ես դու ծնող դառնալ, այսպիսի խոսակցություններ մեր կենցաղում ընդունված չեն։ Ինչպես երեխային ոնց է ճիշտ դաստիարակել, ասած խոսակցություններ նույնպես ընդունված չեն, որովհետև որպես հասարակություն կրկնում եմ ժողովուրդ ջան, մենք հենց ձևավորված չենք ամբողջովին, եւ շատ բաներ կան, որ մենք ասած արգելափակել ենք, ամաչում ենք խոսանք, արգելափակում ենք, ու դա մեզ վնասում է, հենց մեզ է վնասում, հասկանում եք։ Իսկ աշխարհը առաջ է գնում ժամանակից աշխարհը, ու մենք ամահունչ չենք գալու։ Երեխաներին մենք ով է դաստիարակել, այդ նարկոտիկ կընտրող երիտասարդի դաստիարակողն ով է։ Տունը, դպրոցը, բակը։ Չէ, այս 3 բաներն են։ Որովհետեւ մեկը որ մի քիչ դոմինանտ է դառնում է 3-ից, արդեն բան է խախտվում, էլի։ Որովհետեւ հետաքրքրությունները որտեղ է, զբաղվածության ինչ միջոցներ կան։ Սպորտային մասով, մշակութային մասով, կրթության մասով, ինչ պիտի տեսնեն։ Օրինակ, պիտի տենա որ հալավ սովորեց դարձա, այս ինչի նախարար, պիտի գան լցվեն գլխից, շատ պետք է սա։ Ու գնաց։ Անակոտությունը, բանը, դպրոցներում ուսուցչական անձնակազմի բոլորի կին լինելը։ Էս ամեն ինչ ազդում է, ցանկացած բան։ Մեկը մյուսից բանո շղթայի նման կապված գնում է։ Եվ եթե կարողանան երիտասարդներին, օրինակ ես մի քանի տարի առաջ առիթ եղավ, հենց վարչապետին եմ դիմել այդ հարցով։ Այն ժամանակ դեռ վոլոնտյորներ այսքան չկան։ Ասում տեսեք, եթե հայկական իրականության մեջ ասենք կամավոր, բոլորս կհասկանանք կամավոր բառը ոնց։ Որ ձիգ հայտ տղամարդ, զենքը ուսին կծած, սարերում թշնամու դեմ կանգնած, շեփ շալարի ես կողմում հսկում է։ Դա լավ բան է, կամավոր է, ամենայն արգանքով, բայց մյուս կողմից կամավորության այնքան տեղեր կա դրսևորվելու։ Ու այդ պետական դաստիարակությունը այդ կողմից անհրաժեշտ է։ Ասենք օրինակ, լիքը ձուն է եկել։ Տեսեք Մալասիա Սեբաստիան վարչական տարածքը վերցնեմ, հա։ Լիքը ձուն է եկել։ Չեն հասնում մաքրեն։ Ասենք կիլոմետրով եթե հաշվենք, Մալասիա Սեբաստիա վարչական շրջանում 100 կիլոմետր ճանապարհ կա։ Ու բոլորը պետք է մաքրվի։ Այն սաղ ցածուկ։ Ու 24 հոգի աշխատող։ Հասկանում եք։ Պարզա որ չի հասցնելու, բնական է որ չի հասցնելու։ Իսկ այն եթե կամավորական բաներ լիներ, ասենք ու մի քանիսը դուրս գային առանց բաներ ձեր գործներն ենք մենք անում առանց այս բաների դրական ձևով փորձել աշխատանք տանել, սա կդառնար բարակի, սա կդառնար բնավորություն։ Հասկանում եք։ Իսկ մենք պետական դաստիարակություն երբ որ ասում ենք մարդիկ հասկանում են դպրոցի մասն է, ոչ գաղափարախոսության մասին է։ Այ դա հենց հայկական մանկապատանեկան նորմալ դաստիարակչական ֆիլմերի պակասն է։ Մուլտֆիլմերի պակասն է։ Եվ բնականաբար մանկապատանեկան հեռուստաալիքի պակասն է։ Գներ ջան, քո գործը արդար է, բայց ես թվում է իրականությունը այդքան սև ու սպիտակ չի։ Ես էլ եմ կարծում որ սև ու սպիտակ չի իրականությունը, ճիշտ է կառակ։ Բայց
Մյուս կողմից մեզ համար ցավալի է։ Օրինակ ես ունեմ ընկերներ, որ զրուցում ենք, չէ՞, պայտակ ասում են, հա դե մեր մոտ Ֆրանսիայում ավելի բետար է։ Այն մեկ ասում մեր մոտ Անգլիայում, ասում նայեք, Ֆրանսիայում, Անգլիայում անվտանգային խնդիրները հարցերը այլ կերպ է լուծվում։ Մեր մոտ մենք 3 միլիոն ենք հասկանում եք, մեզ մոտ ամեն մի հատիկի վրա մենք ամեն մի հատիկ մարդու վրա մենք դողում ենք։ Մենք դողում ենք, որովհետև մենք էքսպերիմենտներ անելու ժամանակ չունենք, էքսպերիմենտներ անելու հնարավորություն էլ չունենք։ Չենք կարող ասենք, ոչ, լավ, այս ինչ, այս 200 միլիոնը դրեցինք այս գործի վրա, չստացավ, լավ, դե ոչինչ, մի ճամփա էր պիտի ասենք։ Մենք պիտի շատ դողալով ենք, էլի, չէ՞, բանանով, վերաբերվում ամեն ինչին։ Մանավանդ որ միջազգային փորձներ կա։ Այդ դրա համար մենք ավելի սրտացավ ենք բարձվում, էլի նաև։ Այսինքն դրա համար ենք սրտացավ։ Ուզում ենք որ լավ լինի։ Իսկ այդ ցանկացած մեկը ուզում է լավ լինի, բայց լավը ինչի շուրջ պիտի երևա, ո՞ց պիտի երևա։ Իսկ գիտեք, ամենահասարակ բաների մեջ է լավը, ամենահասարակ տարական։ Օրինակ մի ժամանակ ես մի հատ առաջարկով այն ժամանակ մեր թաղապետերից մեկին մոտեցա, ասի այց ավտանամ։ Նայ, մեր Բանգլադեշում սախ բանա, աստիճաններ է բացեստը, թեկահարթակ չկա։ Մեկ էլ նայում ես խեղճ կնիկը, չգիտեմ, նոր երախունի չացրել է կալյասկով մանկալու պիտի մի հատ էս քարքաշանի դնի տաճա նայել, հա դու հասցնում ես օգնես եթե տեսնես, եթե չէ բանա, կամ հաշմանդամարտը մեծ դուրս ունես չի կարան, դե մի սովետի ժամանակ տենց են շենքերը սարքել։ Ասում բերենք, քիչ-քիչ սկսենք թեկահարթակներ կառուցել։ Դե ասում են ջան, ախր այդպես կան տեղեր, որ չի ստացվի, դե արդեն այլ նախագծային հաշվարկներ այս կոմենքում, ասում պես առնում ենք մատերիալը, կարանք անգամ շենքովի անենք դա։ Բայց հենց սկսեցինք բետոն անելը, դու արի կողքներս լապատկա վերցրու, որպես վարչական շրջանի ղեկավար։ Դու արի կողքներս։ Դա կսկսի օրինակելի երևալ։ Սա մի քանի տարի առաջվա բան եմ ես պատմում։ Դա օրինակելի կսկսի երևալ, մարդկանց դուր կգա դա։ Ինչ որ մի բան էլ քո կողմից կարող դնես։ Մեր բակում բերեցին երեխեքի խաղալու այդ կարուսելը դրեցին։ Ամրացրեցին, վերջացրեցին, երեխեքը այնտեղ են, սպասում են, կարելի է արդեն խաղալ թե չէ, կանչեցի, ասի երեխեք ջան, նայեք ինչ եք անում։ Տղերքը ջուր են բերում, աղջիկները մի հատ լվում, սրբում են այս կարուսելը, որ մաքուր լինի, դե նոր են դրել ելեք։ Հո, ոգևորված գնացին, բան, միասին սկսեցին մաքրել սրբել։ Հիմա որ պատտվեց, արդեն որի-որ տարին է։ Երևի ոչ մի բակում այդ թվի կարուսելից չի մնացել, մեր մոտ էլ կա։ Ու մի բան չի վնասվել, որովհետև իրանք ամագ ունեն վրան, բան են արել, իրանք չեն կոտրի։ Սա որոշակի շատ նուրբ դետալ է, բայց դասիրակչական բան է։ Եթե մարդը համակ է ունենում ինչ որ բան, ինքը չի քանդի, ինքը չի ջարդի, ինքը չի կոտրի։ Իսկ բերել են օրինակ այդ պատզեմքի տակ, մեռան լիֆտը դնելով որ հաշմանդամ մարդիկ կարողանան այդ վերելակից օգտվել ինչն էլ հենելու։ Իրենք էլ մեռան ջարդելով։ Մի ջարդող ժողովուրդ ենք ինչ որտեղ էլի։ Չեն գիտակցում որ պետականա բոլորինս, ոչ թե ոչ մեկինը չի։ Այստեղ աշխատանք կա անելու։ Ու այդպես մի հատ երկու հատ դա կսկսի դառնալ վարակիչ, մարդիկ կսկսեն դրան ուշադրություն դարձնել, որովհետև պետության ներկայացուցիչ կլինի կողքները։ Ու պարտադիր չի անպայման մեծ գումարներ նախատեսվի տես բաների համար։ Դա կարելի է նույնպես կամավորականության սկզբունքով իրականացնել։ Ինչ է եղել։ Այո, դժգոհություններ էլ կլինեն, մյուսներ կլինի, բայց միևնույնն է, էլի։ Ասենք մենք էլ նայենք, մենք մեզ ոնց ենք պահում, էլի։ Մենք մեզ պահում ենք պետության քաղաքացու նման։ Շատ դեպքերում մենք մեզ չենք պահում պետության քաղաքացու նման, բայց պետական մարմնի աշխատողից պահանջում ենք, որ ինքը լինի պետական մարմնի նման։ Պահանջը կարող լինի, բայց մենք որպես քաղաքացի մեզ ոնց ենք պահում։ Չգիտեմ։ Այսօր սենց ստացվեց, ինչ որ տարբեր էր այսօրվա եթերը ինձ թվում է, տարբերվեց եթերը, բայց կարծում եմ սրա կարևորությունն էլ պահանջն էլ գուցե կա։ Գնա ջան, մենք Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ենք ապրում, բայց քո հետ համամիտ ենք եւ ամեն օր դիտում ենք քո եթերները։ Անչափ շնորհակալ եմ Ծովինար ջան, շնորհակալ եմ բոլորիդ ժողովուրդ ջան։ Սա ասած փորձնական ինչ-որ բաներ ենք անում, տեսնենք որ ֆորմատն ավելի հարմար։ Դե ինչ կհանդիպենք, էլի շատ կշփվենք դեռ տարբեր թեմաներով, բայց եկեք էլի եմ խնդրում, էլի։ Եկեք պայմանավորվենք, քանի որ ինտերակտիվ ենք ուզում անունը դնենք, եկեք այս հարց ու պատասխանի ֆորմատը պահպանենք, էլի, հա, եթե կարելի է։ Ավտոբուսներում հսկիչները չեն աշխատում, դրա համար էլ անվճար շարունակում է երթևեկը։ Աշխատում են, պարզապես քիչ են։ Այ դարձյալ գալիս կանգնում ենք պետության քաղաքացու վրա։ Այ հենց դրա համար է, որ մենք մեզ չենք զգում պետության քաղաքացի։ Մենք ասում ենք լավ, այսինքն մեկը պետականա կայնի գցենք գնա։ Այստեղ խնդիր կա, որ շատ ծավալվելու տեղ կա, բայց արդեն ժամ ու կեսից ավել եթերում ենք ժողովուրդ ջան, եկեք վերջացնենք գրանք հանգստանալու, վաղը դարձյալ կհանդիպենք, դարձյալ թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել թե դիտումների թե տարածումների համար եւ որ քանի որ եթերը բավականին բարձր բան ունի, դիտողականություն ունի, այս որակի հետ համեմատ, ապա առաջարկում եմ մեր առաջարկները, հարցադրումները գեներացնել ու լրջագույն անդրադարձների վերածել ու չգիտեմ, տեսնենք ինչ կստացվի։ Հնարավոր է առաջիկայում ինչ որ ծրագիր ունենանք եւ այլն։
Իմ կարծիքով լավ կլինի։ Շնորհակալ եմ Ժորժ ջան։ Լավ մնացեք ամեն ինչ, շատ լավ է լինելու։ Բարի գիշեր ձեզ։